Ողջույն ժողովուրդ ջան, չգիտեմ կապը հիմա ոնց է, հիմա ցույց է տալիս, որ ինչ որ դանդաղ միացում է, ռուսերենով ասած մեդլեններ։ Բայց ասել է, որ եթերում անելու մի երկու բառով անդրադառնալով օրվա թեմաներին եւ իհարկե բոլորիդ ներկայացնեմ, թե Չախոյանը դե արդեն բոլորիդ հասկանալի է, բայց այն մեսրոպիկին մի հատ ներկայացնեմ ձեր դատին, էլի։ Հասկանանք ինչի հետ գործ ունենք։ Մի քանի վայրկյան սպասենք մեր ընկերներից միանան ու սկսենք։ Ուրեմն, որքան էլ որ այսօր ազատ շփում հաղորդման շրջանակներում անդրադարձել են, ամեն դեպքում հիմա այն մեսրոպիկին հատկապես մի երկու բան պիտի ասեմ, եւ ոչ միայն մեսրոպիկին, այլ նաեւ ներքին գործերի նախարարին ու вообще իրենց 6-րդ վարչությանը, ու հիմա կիմանաք խոսքը ինչի մասին է։ Ժողովուրդ, ոնց է ձենը նորմալ լսվում է, որովհետեւ հիմա ցույց է տալիս կապը թույլ է, խնդրում եմ ասեք, ձենը նորմալ լսվում է, թե չէ, արագ ու անցնենք գործի։ Ժողովուրդ, կգրեք ձենը նորմալ լսվում է, թե չէ։ Ես ամեն դեպքում տեղափոխվեմ, որտեղ ստեղ անընդհատ ասում է, որ արգանքներս բոլորիդ, ողջույն ձեզ։ Ձայնը նորմալ է կարևորը, ձենը ոչինչ, լավ։ Գնացինք, ուրեմն ասեն, ժողովուրդ ջան, դե Տարոն Չախոյան, ինչ է անունը, հա, Տարոն Չախոյան։ Նրա մասով էլ շատ բան չասեմ, այսօր ֆրինուզի ազատ շփումով ինչքան պիտի ասեի ասել եմ, չնայած համացանցում ոնց նայում եմ, մարդիկ կան, ինչ որ հիշել են, որ ժողովրդավարության բաստիոն ասվածը գոյություն ունի, ու չգիտես ինչի ժողովրդավարության բաստիոն ասվածը օգտագործում են ըստ իրենց նախասիրությունների։ Մի երկու բառով անդրադառնամ դրան, հետո խոսենք մեսրոպիկից, խոսքը մահափորձի մասին է եղել, որը 6-րդ վարչությունն էր բացել, բայց դա թողնենք երկրորդ փուլում, հիմա համառոտ ներկայացնենք Տարոն Չախոյանի թեման։ Տարոն Չախոյանի չէ, Տարոն Չախոյանի մասով շատերից շատ բան արդեն հասկացել եք, այլ ավելի շատ մեկնաբանությունների մասով, որովհետև ես տեսնում եմ ինչ որ սոցիոլոգներ, ինչ որ բաներ, քաղ մասնագետներ եւ այլն, բան են անում, փորձում են այս ամեն ինչի մեջ հիշել, որ Հայաստանի Հանրապետությունը իսկապես գնում է ժողովրդավարության ճանապարհով, բայց հիշում են մասնակի։ Ընդ որում Կարեն Սարգսյանը նույնպես այդ թվում սոցիոլոգ։ Հարգելիներս, այդ լավ եք անում, որ դատապարտում եք, ես ինքս էլ դատապարտում եմ առհասարակ բռնությունը, բայց երկակի ստանդարտներով չեմ դատապարտում։ Երբ որ դատապարտում եմ բոլոր առումներով։ Ու երբեք իմ լեզուն կարճ չի եղել, ու ես շատ հանգամանորեն միշտ ներկայացրել եմ այն ինչը որ ներկայացրել եմ։ Չնայած ակնհայտ իմ քաղաքական պատկերացումների, միևնույն է երբեմն շատ հաճախ, ոչ թե երբեմն, այլ շատ հաճախ չեմ անգամ խնայել այն քաղաքական ուժին, որին սատարել եմ։ Որովհետև ամեն դեպքում քաղաքական ուժը ուժ, բայց գոյություն ունեն տարբեր անձնավորություններ, քաղաքական ուժը, կուսակցությունը մարդկանցից է բաղկացած եւ ամեն մարդ ունի իր բնավորությունը, իր տեսակը եւ այլն, ու շատ դեպքերում ընդհանուր կանոնակարգից նրանք նույնպես բան են լինում, շեղվում են։ Ես նման դեպքերում երբեք չեմ խնայել ոչ մեկին։ Բայց այստեղ ինչ որ փորձում են անպայման միանգամից քաղաքական դիվիդենդ հավաքել, 26 թվականի արժևում է, չէ՞, ու ինչ որ բաներ խոսել։ Լավ եք անում, ձեր գործն է։ Ես, հա, Արտուրը, կներեք։ Լավ եք անում, ձեր գործն է։ Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի դուք ունենաք ազատ խոսելու հնարավորություն եւ ձեր պատկերացումները ազատ արտահայտելու հնարավորություն։ Բայց ես չեմ կարող ընդունել երկակի ստանդարտները։ Եթե ես երբեմն իմ թիմին լինելով թիմի անդամ, միևնույն է, թե հեռուստատեսությամբ, թե եթերներով հակադարձել եմ, քննադատել եմ, ձեզ հաստատ կքննադատեմ ու կքննադատեմ ու վստահ եմ, որ դուք էլ պատրաստ եք դրան, որովհետեւ ամեն դեպքում հանրային գործիչ եք ձեզ համարում, ես էլ եմ ձեզ համարում հանրային գործիչ։ Հիմա ես այսպեսի մի հատ բան ասեմ, էլի։ Ձեր մեջ կա մեկը, ասենք տղա մի հատ, տղա։ Կա մեկը այլ կերպ ձևակերպեմ։ Ցանկացած տղա, ով որ ասում է, ով ունի ակնհայտ քաղաքական բաներ, ձգտումներ, ու ասում է, որ
դե գիտեք ինչ պետք է զսպել, պետք է չգիտեմ ինչպես վարվել եւ այլն, իհարկե լավ կլիներ որ այդպես լիներ արծաթ չէ։ Բայց միևնույն է, եթե դա է միայն առաջ տանում առանց նաեւ ընդհանուր առմամբ իր գնահատականը տալու, ապա ասում է հետեւյալը. ինձ տվեք աթոռ, ես գամ, ինչքան ուզում եք ինձ քրվեք։ Համաձայն եք սրա հետ։ Կանանց մասով չեմ խոսում, տղամարդկանց մասով եմ խոսում։ Համաձայն եք սրա հետ։ Չեք կարծում, որ այդ ձեր ասած ժողովրդավարությունը վտանգի տակ է, ձեր ասած ժողովրդավարությունը շահարկվում է բռնապետական որոշ ուժերի կողմից։ Իհարկե ես էլ ունեմ արծեր, թե ինչ են որոշ ուժերի ներկայացուցիչներ դեռևս ազատության մեջ։ Իհարկե ես էլ ունեմ այդտեղ բողոքներ, ու իմ բողոքը այդ մասով մի անգամ չի եւ նուրբ չի, որ արտահայտել եմ, ու դուք բոլորս շատ լավ տեսել եք, լսել եք ու գիտեք։ Հասկանում եք։ Արտուրը Չախոյան այն մարդն է, որ մտել էր դպրոց, օրինակ, բլոգեր Ռոման Բաղդասարյանի հետևից, ու Ռոմանը Բաղդասարյանը երբ որ մտնում էր դպրոց, որպեսզի դա գոնե օգտագործելով բան անի մի քիչ մեղմի իրավիճակը, նա հետևից մտել աղմուկ աղաղակով ահաբեկնել երեխաներին։ Ձեր երեխաները որ լինեին այնտեղ, բոլորիդ, ես այստեղ անուններ չեմ հնչեցնում, բոլորիդ երեխաները, իմ երեխան լիներ այդտեղ Արտուր Չախոյանից անուչն չէր մնալու։ Ու ես դա այդ ժամանակ եմ ասել, հենց այդ ժամանակ, ինձ էական չի իրենց միջանձնային հարաբերությունները, ես առհասարակ ոչ մեկի միջանձնային հարաբերություններին չեմ խառնվում ու դուք շատ լավ գիտեք դա, հասկանում եք, երբ որ մտել էր, երբ որ այդ ժամանակ չպատժվեց, դրա համար ես անգամ էլ որոշեց մտի թաղապետարան, ընդ որում բոլոր նրանց ովքեր որ ասում են, այ ինչ է նշանակում, բա գիտեք եւ այլն, հիմա ես ձեզ ուղիղ բան եմ ասում, եկել է կանգնել է թաղապետարանի առաջ, լրագրողի ներկայությամբ ասել է, ես հիմա մտնում եմ այնտեղ այս հարցերը լուծելու, այսինքն բերանացի, ի սկզբանե ասել է, որ ինքը մտնում է հարց լուծելու, մտել է լեր տապոցը կերել էլ է, ինչ ունեք այստեղ ասելու։ Բանկար թող ինքը գնար քուչեկում տեսնելու։ Ոչ, իրենց գործը հենց այո, սադրելն էր, խնդիրներ կան, հարցեր կան այդտեղ։ Այդտեղ հարցեր չկան։ Եթե կան մարդիկ ովքեր ունեն հարցեր, ապա խնդրեմ, ես սիրով հրավիրում եմ Facebook-յան համադրել այդտեղ։ Եթե անենք քննարկենք, բանավիճենք, փոխադարձ արգանքի հիման վրա կապ չունի ում հետ կլինի դա։ Բոլորիդ է վերաբերվում արգելիներս։ Ես որպես քաղաքացի դիմում եմ քաղաքացիներին։ Լավ, ես Արտուրին հələ դնենք մի կողմ կանդրադառնանք հնդածես։ Հիմա ինչ վերաբերվում է Մեսրոպիկին։ Եկեք, քանի որ ես այսօր գրառում եմ արել ու խոստացել եմ սրա մասին խոսել, ապա սիրով կխոսեմ ձեզ համար։ Տեսեք։ Ուրեմն 2022 կամ 23 թվականներ, կներեք եք որ կամով եմ ասում, որովհետև ինձ հետ այնքան բաներ են տեղի ունեցել այս վերջի 5 տարվա մեջ, որ ամեն ինչը չի, որ կարող եմ ոչ միայն օրով, ժամով կամ ամսով, այլ տարիով անգամ հիշել։ Այնքան սպառնալիքներ ու այնքան ամեն ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն 22 կամ 23 թվականներ իմ ընկերներից մեկի հետ ով եթերը դիտում է հիմա, բիլիարդ ենք խաղում, եկել էր արտասահմանից, մենք սիրում ենք միասին բիլիարդ խաղալ, երբ որ ինքը գալիս է Հայաստան, հիմնականում բիլիարդը իրար սապերնիկներ ենք, այսպես կարելի է ասել, ու ինձ հաճելի է, իրեն էլ հաճելի։ Միասին գնում ենք, զբաղվում ենք։ Ու հերթական անգամ եկել էր կարճ ժամանակ ու գնացել ենք բիլիարդ խաղալու։ Խաղալու ընթացքում երեկոյան ժամը հանկարծ կինս զանգում է, ես ապրում եմ Մալասիա Սեբաստիա վարչական շրջանում, Բանգլադեշում, բնիկ Բանգլադեշցի եմ, ծնվել, մեծացել եմ եւ եթե sense շարունակվի դժվար է ես ինչ-որ բան ձեռք բերեմ, այդեմ երևի նույն Բանգլադեշում էլ կմեռնեմ։ Ուրեմն Բանգլադեշ I3-ի բիլիարդոցում, ով Բանգլադեշը գիտի դա, որն է I3-ի բիլիարդոցում ես համար զբաղվում ենք, իմ տունը համեկում է։ Կինս զանգում է ինձ երեկոյան ժամ։ Արդեն 10-11-ի կողմերը իմ հիշելով։ Զանգում է, գնել ասում է, տոնը ինչ-որ մարդիկ են եկել ներկայանում են վարչությունից։ Ասում ինչ վարչություն, բա չգիտեմ, մի րոպե, ասի դե հեռախոսը տուր իրան։ Վերցրեցին, ներկայացան 6-րդ վարչությունից։ Վարեց ես գնել Սարգսյանին խոսում, ասում եմ, այո, բա 6-րդ վարչությունից է։ Ես մտածում եմ, երևի մի բան իմ վրա են գլորում, էլի։ Ասի լսում եմ, բա դուք կարող եք գաք տուն, ասում եմ, չէ, չեմ կարող, գամ տուն բիլիարդ եմ խաղում, դուք եկեք բիլիարդ խաղանք, համ էլ զգազորուցենք, ինչ ա եղել։ Բա չէ, մենք չենք կարող գալ, առավոտյան ժամը 9-ին կարող եք մոտենալ 6-րդ վարչություն։ Ասում եմ, հա կմոտենամ։ Մենակ հիմա խնդրում եմ շուտ տնից դուրս եկեք, մարդիկ չանհանգստանան, որովհետև 6-րդ վարչություն ասած, երբ որ լսում են ցանկացած առողջ մարդ, որ լսում է, մի քիչ վատ ազգում իրա։ Գնացին, ու ես անգամ մտքերով, այ մարդ ասում, լավ 6-րդ վարչությունից ինձ խի պիտի հարցնեն, խի պիտի գան մեր տուն, հետո ասեն, լավ դու արի առավոտը, չեմ հասկանում ինչ է կատարվում։ Հաջորդ օրը առավոտյան վեր եմ կենում, գնում եմ 6-րդ վարչություն։ Հենց վարչության մոտ տեսնում եմ իմ մյուս ընկերներից մեկին, ով հիմա ոնց որ թե եթերը չի դիտում, բայց հաստատ հետո կդիտի, նրան շատերը դել ճանաչում եք, այդ ընկերոջս եմ հենց այնտեղ մոտքի մոտ տեսնում, բայց ինչ կա, ասում եմ, կանչել են, չգիտեմ, տեսնեմ ինչ կա։
Որտեսլիկ հաստատ ուղղակի անուններ չտամ, որտեղ մարդկանց չեմ հարցրել, պետք չի երևի, դա էական էլ չի այս պատմության մեջ։ Բայց իրենք կհաստատեն, եթե հարկ լինի։ Ինչ կա, ասում եմ դե սենց, կանչել եմ 6-րդ վարչություն, լավ, ասի գնամ տնամ ինչա, հետո կխոսամ։ Վարձանում եմ վերև, իմ առաջ դնում են 2 հատ ֆոտոռոբոտ։ Ֆոտոռոբոտը գիտեք, չէ՞ որն է։ Թղթի վրա սև ու սպիտակով սենց ինչ-որ ձեր դասավորած 2 հատ դեմք։ Բա առանց ընտրականների, առանց ինչ-որ բանի, ես չգիտեմ էլ այդ պրոցեսը նման բան նախատեսում, դե չէ՞ որովհետև առաջին անգամ է 6-րդ վարչությունը։ Ինձ ասում են, ցույց են տալիս 2 հատ սենց ֆոտոռոբոտ, պատկերացրեք։ Ասում են, ծանոթ է այս դեմքը ձեզ։ Նայում եմ, զգում եմ, որ այն մեկին է, որքան էլ որ սև ու սպիտակով է, այնքան էլ հարմար տեսանել չի, ամեն դեպքում ծանոթ է դեմքը։ Բայց մենակ նրա համար, որ ծանոթ է դեմքը, չեմ ուզում ինչ-որ խորանամ, ասում չէ, ոնց որ չէ, ասենք ճանաչել բառը դե մի քիչ ուրիշ ձև ենք, չէ, ընկալում ամեն մեկը, ասում չէ։ Բա լավ, ասում եմ, բա ինչ է եղել։ Ասում եմ, դե մենք ունենք տվյալներ, որ նստած մի կռուգում խոսել են ձեզ վերացնելու մասին, ինձ ասում։ Ուզում ենք, ասում եմ, այսքան ինչ, ուզում են ինձ ինչ անեն, թե բա դե տենց, ուզում են վերացնեն ձեզ։ Նո, տենց խոսակցություն է գնացել, որ գնելին արանքից պետք է անեն։ Դե կհիշեք 22 թվականին, 21, 20, 23 թվականներին ինչ աշխան ավելի առավել ակտիվ է։ Դե հիմա մի քիչ ավելի կարծես ամեն ինչ իր տեղն է ընկել ու մի փոքր իհարկե ես էլ այլ աշխատանքներով եմ զբաղվում։ Ուրս հասկանում էի ժամանակ, թե ինչքան եմ խանգարում ու դա քանի որ այն մի հատ դեպքը չէր, որ ինձ խոստանում էին անպայման գնդակ արել, գյուլել ինձ իմ ընտանիքին, իմ ընտանիքների անդամներին էին զանգում դրա մասին ասում, որ այս երեխեքը տղետ էս ինչ դպրոցում են։ Խոսքով ինչ ասես, իմ տղեն ավելի շատ բաների միջով անցել իր երեխա վիճակում։ Մի խոսքով, այս ամեն ինչը որ անցել ես ու քեզ ասում են, որ հերթական բան են ասում, բայց 6-րդ վարչությունն է ասում։ Բա դրա այդպես խոսակցություն ա եղել, մենք sense օպերատիվ տվյալներ ունենք։ Ասում, լավ, բա հիմա ինչ պիտի անենք, բա մենք բանա նրա աշխատանքներ ենք տանում։ Ես այդ աշխատանքներ ենք տանումը հասկացա հետեւյալ կերպ, որ դե երևի հիմա գիտեք, խոսքի մեջ լինում է, չէ՞, սա պետքա մտ գյուլլես գնա, բայց տրամադրված չես լինում, էլի։ Ասի երևի դες վիճակա դրա համար ես sense ասում, ես շատ գիտեմ, հիմա ամենայն դեպս ես էլ գլխի տակ չդրեցի, էլի եմ կրկնում, որտեվ արդեն սովոր էի նման սպառնալիքների։ Ասի լավ, հիմա ես ինչ անեմ, կարամ գնամ, որովհետև ժամանակը սուղ է, գործը պիտի գնամ, հավես չունեմ ստեղ մնալ, հա դուք կարող եք գնալ։ Ես վեր եմ կերում գնում եմ։ Գնում եմ այդ ժամանակ դիմադրության շարժումներ, կհիշեք։ Ու հանկարծ այդ օրվա մեջ, այն որ արտգործնախարարության շենքի մոտ sense մի հատ իրավիճակ եղավ է, որ այն իշխաններ մեկի վրով անցնում այնտեղ ինչ որ բանը Արցախի դրոշներն էին փակցնում այդ ապակիներին ու մեկն էլ ինչ որ դեղեր ծրում, տես խոսակցություններ էր գնում։ Այս բաները նայելով, եթերները նայելով, արա մեկ էլ տեսնում եմ այդ մարդուն։ Ում որ այդ օրը առավոտը ինձ ցույց են տվել, հարցրել են, ճանաչում ես թե չէ։ Տեսնում եմ իրան։ Դե որ տեսնում եմ, սկսում եմ սրան ուսումնասիրել, նա կենտրոնանում եմ ավելի շատ ու պարզվում է դա Մեսրոպ Մանուկյանն, նա նույն ինքը Մանվելի օգնականը։ Մի խոսքով։ Հեռուստատեսությամբ եթերի ժամանակ արդեն դե ճշտել եմ, որ ինքն է, բայց չեմ գնում վարչություն էլի, ասեմ, հա, ես տեղն եմ բերել, ով է։ Հեռուստատեսությամբ եթերի ժամանակ ասում եմ Մեսրոպ, դուք ես խելոք կպահես, որովհետև հարցեր կա ու դու էլ գիտես ինչ հարցեր կա, ու եթե ինձ հետ մի բան պատահի, դու առաջին գծում ես։ Այսինքն այս աշխարհում միակ մարդը ում կարող վստահեմ այս բայդրությամբ իմ անվտանգությունը դու ես։ Որովհետև դու ես կամ բանը պիտի որ հասկանաս, էլի, ու ամեն ինչ անես, որ ինձ հետ բան չպատահի։ Ու բարձում է հենց այդ նույն Մեսրոպներ, ով որ նստել խոսել էր իմ դեմ մահափորձ անելու մասին, եւ այլն, եւ 6-րդ վարչությունն է, ոչ թե ես եմ իմացել դրա մասին գնացել դիմել, այլ վարչությունից էին ինձ կանչել ու տեղեկացնում դրա մասին։ Սա։ Ասում եմ լավ, ուսած անցնում է։ Հետո դրանից մի քանի ամիս հետո մի օր իմ փաստաբանանքներից մեկի հետ զրուցելուց, ասես, sense պատմություն ա եղել, գիտես, ասես ոնց, բա քեզ թողել այդպես անցնի ախր։ Դա այդպես չի կարելի, որ եթե դու աշխատակիցներին այդ մասով գազ չտաս ոնց որ ասած, իրենք տեղներից չեն շարժում։ Բնական է, իրանց հարմար է, որ առնու դնեն, որ իրանք կաշխատեն, նույնիսկ գիտեմ, ես զգուշացնենք, ասեն, խելոք ունա, ես եմ խելոք ունա, դե բայց խոսքը քո կյանքի մասին է։ Ասի լավ, դե անցել գնացել է, այլ չմարանանք։
վստահում են 6-րդ վարչության դաստիարական չական աշխատանքների արդյունքներին։ Անցյալ տարի բոլորը շատ լավ գիտեք, ստացվեց այնպես, որ մի 10-12 օրով գնացի Միացյալ Նահանգներ։ Գնացի Փարիզով, դա էլ եմ եթերով ցույց տվել։ Ուրեմն ամենահետաքրքիրը այն է եղել, որ Երևան-Փարիզ ռեսի մեջ պատկերացրեք, մտնում ես ինքնաթիռ ու դեմդ նստած է այն մարդը, ով դրանից 1-2 տարի առաջ քեզ ուզեցել է արանքից հանի իրենց ասած։ Նստած է ինքնաթիռի մեջ, գնում է Փարիզ, չգիտեմ, հետո Փարիզից ուր էր գնում, տենց Փարիզ էր գնում, չգիտեմ։ Ինձ տեսան գույնը փախավ։ Գույնը փախավ։ Մի խոսքով Փարիզից էլ եթեր եմ արել այդ ժամանակը։ Եթե չեմ սխալվում, աչքից երևի կարող է ինչ-որ բան նամակ տվել եմ, բայց ընդհանուր առմամբ չեմ անդրադարձել։ Հետո հետ եմ եկել, ասում եմ, տեսել եք ձեր կյանքում տես բան, որ մարդը ուզեցել է մահապորցանի քեզ վրա, իր հետ ինքնաթիռով հետո թռնում ես դու, էլի։ Հասկանում եք։ Մի խոսքով, հետո ես Մեսրոպիկը, քանի որ մեր 6-րդ վարչությունը շատ լավ է աշխատում, առհասարակ ներքին գործերի նախարարությունը հիանալի են աշխատում, արտադրության նախարարությունը, չգիտեմ, ամեն ինչը, մեր դատա իրավական համակարգը, բանից ամեն ինչը շատ լավն է, Մեսրոպիկը ընտրվում է ավականի, ոչ ավել, ոչ պակաս Հայաստան դաշինքով, Մայր Հայաստան դաշինքով, հասկանում եք, Մայր Հայաստան դաշինքի դեմքն է դա, այսինքն մարդ, ով իր մտքերը ազատորեն ներկայացնում էր եւ ներկայացնում էր հնարավորինս հիմնավոր, ամենայն դեպս ինձ վրա որևիցե դատական գործ այդ մասով չի եղել ու ինչ որ մեկը հերքում չի պահանջել։ Մեսրոպիկն է բավա, Ռոբերտ ջան, Մեսրոպիկն է։ Հələ տո պիտի գոյելի որ Մեսրոպիկ եմ ասում, ուրիշ բաներ չեմ ասում, որովհետեւ իմ կյանքը խալողը լրբի ծնունդ է, այսքան բան կա։ Չեմ ուզում հիմա տարածրեմ ավելի մանրամասն, բայց եկի շատ պիտի հասկանա որ Մեսրոպիկ ասելով այն նկատի ունեմ իր ցեղին ազգուն տակին, вообще-то։ Հիմա այս Մեսրոպիկը, ես երբ որ բան է անում, ազատորեն իմ մտքերն էի ներկայացնում օգտվելով սահմանադրական իմ իրավունքից, այդ ժամանակ երազում էր ինձ գնդակահարելու մասին կամ ամենայն դեպս այդ թեման գցում էր մարդկանց շրջանակներում, որպեսզի առաջացնի նմանատիպ ցանկություն կամ ներկայացնում էր թե ով է իրանց ամենաշատը խանգարում։ Այո, նույն ինքը։ Բայց այսօր ինքը նույն Արտուր Չախոյան կոչեցյալի հետ հելնում գնում ինչ ասես անում, հետո Արտուրը Չախոյան դրա համար մի հատ ուտում, ու իր նմանները դուրս են եկել, ասում են, բա սա բռնություն է։ Բա հիմի Մեսրոպիկ, այդ տղա նորմալ կլինի, որ ասեմ Արտուր Չախոյանին պետք է արագից հանել, չնայած ես ցանկություն եմ նա ով է ինձ համար, մարդ ով մտել է դպրոց, ահաբեկել է երեխեքին, նա ով կարալնի ինձ համար, դու գնա գուշակի քեզ համար, Արտուր Չախոյանն էլ դու գնա դե գուշակի։ Ես դրա մասին այդ ժամանակ էլ եմ ասել, որ մարդը ով մտնում է դպրոց ու իրան adekvat չի կարող պահի, այնպես որ երեխեք են այդ թոհուբոյից ահաբեկում, ես դրա սենսուրնից եմ իմ համար փակ թեմա է սա։ Հասկանում եք, իհարկե հարգելով սահմանադրությունը, ժողովրդավարության որոշակի կարգոկանոնները բան, բայց ասել եմ իմ հարցը չշփոթվեք, որովհետև ես պետական պաշտոնյա չեմ։ Հասկացա՞ք։ Բայց ո՞նց է լինում։ Ու մարդիկ կան, խոսում են երկակի ստանդարտներից։ Հիմա այդ մարդկանց եմ ասում, ես իմ մասով, մնացածի մասով տեր չեմ։ Ես իմ մասով եմ ասում։ Արդյոք երբ որ վեր եք կենում ասում եք ամեն դեպքում բռնությունը դատապարտում, դուք չեք զգում որ ամեն դեպքում երկակի ստանդարտներ եք կիրառում։ Հենց իմ ես կամ բանը ասեցի։ Դե ասեք տեսնեմ, մեկն ու մեկը, այդքան լրագրողները 40 հատ լրագրող, հիմի վաղը գալու են որ հետևից ֆռա, ինձ հարցնի թե ես ինչ եղել։ Իհարկե չի գալու, ձեր չի տալիս, չեն գալու։ Բայց հիմի շուխուր են անում մի հատ, որպեսզի ձեր նմաններն են նստեն ասեն, դե գիտեք, մենք բոլոր տեսակ բռնություններ, բոլոր տեսակ բռնություններին դեմ ենք։ Սրա մասին էլ խոսում ենք։ Բայց ինչի մեկը հիմի մի բառ չեք գրելու։ Դե բոլոր տեսակ բռնության դեմ գործիչներ, քաղ գործիչներ, ես շատ գիտեմ, սոցիոլոգներ, ես շատ գիտեմ բարոյականության բաստիոններ ու եսիմ ինչ էր։ Բա, այսքան բան ասեցի։ Հələ մեկ այդ մեկնաբանություն գրեք տեսնենք։ Ինչքանով եք դատապարտում դա։ Դե որովհետև 50 հատ լրագրող չի դրել, ինչով կարա ծխի լսնի, հեսա անգերս էլ եկա։ Պատմության վրա, որ բիլիարդ էին խաղում, ընկեր, այդ եմ պատմում։ Հենց այդ եմ պատմում, որ բիլիարդ էին խաղում ու 6-րդ վարչությունից տնից որ զանգեցին, հաջորդ օրը հրավիրեցին 6-րդ վարչություն։ Այն որ ֆոտոռոբոտը որ կար, որ ով է եղել, որ մահապորցի թեմա, այս Մեսրոպիկն էր եղել, Արտուր Չախոյանի կողի կողակիցը, այսպես ասենք։ Բայց հիմա մեկը մտեք գրեք արա։ Գրեք ասեք իսկապես, քանի որ բոլոր տեսակ բռնություններին են կողմնակից, մենք դատապարտում ենք նաև, որ գնելի հանրային խոսքի իրավունքը
եկել հասել է այս կարգի ոտնահարումների ընդཐུպ միջով կյանքի համար վտանգավոր բաների, հայտարարությունների ու գործողությունների։ Դե խոսեք։ Չեք խոսելու։ Որ չունեք որ խոսեք, ո՞նց կարաք խոսեք։ Սիրուն բաներ գրելով չէ, էլի։ Այդ սիրուն բաները չպիտի լինեն երկակի ստանդարտների շրջանակներում։ Պիտի լինեն բոլոր դեպքերի համար նախատեսված։ Ու պիտի բխեն այո, հենց սահմանադրական իրավունքից։ Ու գիտեք ինչ, եւ բարոյական իրավունքից, որի հերն անիծել է կաթողիկոս կոչեցյալ Գարեգին Բեսսը։ Ինչ որ բան այն չի ասվում։ Հիմա իհարկե դուրս կգանք ասեմ, բա մեր սրբությունները, սրանք եկել են մեր եկեղեցին, մեր քրիստոնեությունը, եթե ձեր քրիստոնեության բարոյական կարգ ու կանոնը սա է, ուրեմն թքած ունեմ ձեր վրա, ձեր պատկերացած քրիստոնեության վրա։ Իմ պատկերացած քրիստոնեությունն է ճիշտը։ Հասկացանք իրար։ Դուք չգիտեք ինչ է քրիստոնեությունը։ Դուք առհասարակ չգիտեք ինչ է հավատքը։ Դուք եք նայել։ Եկել են կանգնել են, մարդու նկարի վրա ինչ ասես ծպտում, ինչ ասես խոսում են, այսօրվա դրությամբ, ասենք օրինակ, կանանց եմ հարցնում, մնա տղերքին չեմ հարցնում, կանանց եմ հարցնում, դուք կուզեք, որ ձեր ամուսնուն կամ հորը կամ որդուն կամ եղբորը, այսինքն ձեր իմացած տղամարդուն, ձեր սիրած տղամարդուն, այդ պաշտոն ունենալ պետության համար է ծառայում պաշտոն, կարող է պաշտոնյան ում համար է ծառայում, լավ է ծառայում, վատ է ծառայում, դա հարցի երկրորդ կողմն է, դրա համար այլ ձևեր կան խոսելու։ Ես ինքս շատ քննադատել եմ, իշխանության էլ ամենատարբեր կառույցներին էլ եւ այլն, բայց ուղիղ վիրավորանք կյանքում չեմ տվել ոչ մեկի, այն էլ սրբությունների մասով, դա սրբափիղ լրբի ծնունդը կարատես բանանի։ Ուրեմն ձեր իմացած ձեր սիրելի տղամարդը, եթե լինի պաշտոնի, ու մեկը կա որոշի իր կարծիքով քննադատի ու ինչ հայոյան կուզի տա։ Ձեր հրապարակային ընդ որում։ Դուք կուզեք որ ճշտով ձեր այդ սիրելի տղամարդը, սես ժպտ, օй գիտեք բան, սես պատասխանի անցնի գնա ու դուք կասեք այո, տեսեք պապաս ինչ լավ է կամ ամուսինս ինչ տղա է կամ աղբերս ինչ տղա է։ Չէ։ Չէ։ Թե հա։ Ես արդեն ամեն ինչ եմ սպասում։ Իսկ տղեկ է որով ասում եմ էլի եմ կրկնում։ Այն տղեն ով որ ասում է որ պետք է նա իրեն, չգիտեմ, այսպես կամ այնպես պայեր, գիտեք, օй բան, ման, ուրեմն ասում է հետևյալը, ինձ աթոռ տվեք, եկեք մերս դոմպեք։ Այսքան բան։ Հասկացանք։ Ես էլի եմ ասում, ես ինքս բռնությունների դեմ եմ եղել կապ ու լինելու միշտ։ Բայց բաներ կան, երբ որ չափերն արդեն անցնում է, ես ոչ թե արդարացնում եմ, ես չեմ արդարացնում, Տիգրան, նկար չմտածեք ես արդարացնում եմ։ Բայց ես ընկալում եմ դա, հասկանում եմ դա եւ ըմբռնումով եմ մոտենում այդ իրավիճակին։ Այսքան բան։ Մնացած տապիկությունները, ես չգիտեմ, արդեն քիչ էր մնում, ես մի քիչ առաջ հրապարակում արեցի։ Ես թվում էր որ հեսա առասարակ տեսնելու որ քոչասերժական լաչկամորիկները նստելու են ասեն արա բա սրա համար ենք հեղափոխություն արի աղբեր բան, սս բաներն անել։ Այնտեղ մեկը կար լրագրողներից ասում է այս թաղապետներից որ մեկնաքաղաքացիներից մեկին բան ասե։ Այն որ ուզում ես ասես տալ լրագրողներ։ Вообще, այդ որ մի քաղաքացին է թաղապետերի հետ տենց խոսել։ Կամ նա ուրիշ հարց տան։ Բոլորը դեռ Ռուսաստանում ցանկացած մեկը հենց հիմա դիտողներից է Ռուսաստանում մի բարեկամ, մի ինգեր, մի հարազատ, մի ծանոթ ունեք։ Ազգությամբ հայ։ Իրան ասեք թող գնա մտնի այնտեղ մի հատ թաղապետարան, իր հայկական паспортով։ Ու Ռուսաստանի չգիտեմ ինչ թեմայով քֆրտի բանին թաղապետին։ Հələ գնացեք արեք էդի։ Ասեք թող գնա անի։ Գիտեք ինչ ասելու, արասելու եկել վազնար ինձանից վատ ես։ Գիտեք խի։ Ու գիտեք խի։ Ինչ է նշանակում բանա, դեսա գիտեք մարդը լուսաբանում է խնդիրները և նրան բան, ով է լուսաբան, երբ որ ես են լուսաբանում խնդիրները, Մեսրոպիկը ինչ էր գնում վրես մահապորտի թեմա ուզում բացել, վեց են տիպի, որ ես տեղյակ չեմ դնում 6-րդ վարդությունը գալիս է ինտուն ինձ վերցում տանում ասում բանա, քովրա մահապորտ են ուզում անեն, բխյատ են լինում, այդ Մեսրոպիկը Բայց խոսքի ազատության մասում այդ Մեսրոպիկին բան ասեք արա։ Որում եք որ ասեք, չէ, Քոչարյանը կամ Սերժը կդերնի մի հատ դեմնից կդպստի, սմիջա մայիսին է ուռակը գորակ։ Եկե
բան են անում, էլի, յանի մեկն ալին խփելով, մեկն էլի խի խփելով իրանց արևին ուզում են մարկանց ուղեղի մեջ ուրիշ բան լսել։ Իզիս շատ քննադատած չլինեն ու իզիս լավ քննադատած չլինեն։ Եղած թեմաների վրա։ Ասեմ ավելին, երբ որ ես այս բան եմ ասում, ես լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ այդ ժամանակ Տիգրան Աբինյանին իմ հաղորդման շրջանակներում իմ ասել եմ դու պիտի հրաժարական տաս, որովհետև քո հերը սենց արտահայտություն արել։ Քո ներողությունը ես ընդունում եմ, բայց դա միևնույնն է հետ կա թողնելու ու թիմին այտենց թիմի օգտին կլինի եթե հրաժարական տաս։ Կամ մի հատ հանրապետական կամ դաշնակ, ով իր թիմակիցին, այն էլ այդ մակարդակի թիմակիցի հանդեպ հրապարակային նման խոսք ասի արա։ Այս զոմբլոներ։ Կաք այդքան որ ասեք։ Չկաք ու չեք ասել, ու քանի դեռ չեք ասում, ուրեմն դուք կիսում եք այդ ամեն ինչը, ինչի մասին որ իրանք գործում են։ Հասկացա՞ք։ Իսկ ես ինչը չեմ կիսում, հրապարակային չեմ կիսել, ինչը կիսում եմ, հրապարակային կիսել եմ։ Այդքան դուք ворջ ունեք, այդքան էլ գնել է տղա եղել սաղ կյանքը։ Ժորժան կներեք մի երկու տեղ չափերս անցնում եմ, բայց այդ է։ Կներեք, մեկ ամեն մեկը պատկերացրեք, եթե ձեր վրա մահափորձ արած մարդը, հետո գներ դառնար ավականու անդամ, հետո դուրս գար արդարությունից ու խոսքի ազատությունից խոսել։ Հələ դուք պատկերացրեք, դուք ինչ եք ասելու։ Ո՞նց եք վերաբերվելու։ Բայց էլ ընտանիք ունեմ, երկու երեխա ունեմ, անչափահաս։ Աղջիկս մի տարեկան էր թողել եմ օրորոցի մեջ գնացել եմ, եկել եմ սաղի տաշկի դեմը պախատ եմ եղել, այսօր արդեն հեսա սեպտեմբերի 1-ին պիտի գնա դպրոց։ Չեմ տեսեմ ոնց է մեծացել, իմ երազանքների դուստրը, նռանես։ Իմ ջանից է գնացել։ Այդ իմ տղեն է եղել, որ գնացել է դպրոց, այն դոգ նայող լրպի ծնունդների բալեկը, տղիս տետրի մեջ, բան են գրել, լավ իմանալով, որ իմ տղեն է, վարչապետի հասեին, տղես այդ թուղթը ճղել է դրել է գրպանը, եկել է տուն, որ ուզեցել է թակուն թափի, տեսա ասի հլարի էդ ինչ է, հաներ սույս տվեց, ուսուցիչներն նկատողությունը արել, տետրից թերթ պոկած լինելու համար, բայց ինքը միևնույնը չի ասել ինչի համար է պոկել։ Այդ իմ տղեն է ժամանակ 10 տարեկան է եղել, 11 տարեկան է եղել, ու այդ աբիդաները ինքն է կերել։ Հələ գնացեք ամեն մեկը ձեր երեխի վրա վերցրեք մի հատ։ Ու ես անգամ ժամանակ չեմ ունեցել դպրոց գնալու, ասել եմ տղես, տակից դուրս կգաս, ասել եմ դավայդ է։ Ընկնենք խոսալով արա, այնքան կխոսանք, այնքան կխոսանք։ Մեջների ճուճուբուլուզից ծարկաչի։ Անես որ լյուբոյ մեկը, այս թեմայով, կոնկրետ այս թեմայով, կոնկրետ, ես չեմ խոսում ուրիշ թեմաներից, ես խոսում եմ այս թեմաներից, կոնկրետ այս թեմայով, լյուբոյ մեկը, եթե ունի տակը եսի միշ բաներ դնելու, խտրեմ, եկեք խոսանք, այսով է բան անում, փորձում է կապվի Տիգրան Նազարյանը, Տիգրան ջան, ընդունում եմ, աղբեր ջան, զրուցենք։ Տիկո ջան, ընդունի զրուցենք։ Չէ, տղես, ընեշի որ առյոցից զակած, ավտարեմ, իմ տղեն ավելի հումանիստ է իր տեսակով։ Իմ տղեն, չգիտեմ, մի քիչ ավելի նուրբ է, մարդկային է այդ տեսակով, վայրենի չի։ Ճուճուբուլուզից արեր, Աննա ջան, ճուճուբուլուզից արեր։ Այդպես բաներ գոյություն ունեն ես ասում, հեշտ չի եղել, են էլ հլը հիմի հեշտ է, հիմի շատերը կարան կանգնեն ով ինչ ուզի խոսա, 20-21 թիվը հիշեք, 22 թիվը հիշեք, ոտաբոբիկ բաց կաբելների վրով վազում եք, երբեմն հենց ձեր հույսով սավները տանեմ, այդ դիտորդներին եմ ասում, հիմնական հետևորդներին վաղուց արդեն անգամ ընկեր ու հարազատ դարձած մարդկանց։ Դες եմ ասում, շատ դեպքերում, այն որ ասում եք գնել դուխով, գնել գազուր, գնել դուխով, ես աշկերտ քորցրած դուխով գազում տվել, ասել եմ իմ հետ են այս մարդիկ ուրեմն։ Առաջ ճանաչելու վստահել եմ, վատ եմ արել, չեմ կարծում վատ եմ արել։ Ու հավատարիմ եմ մնացել այն ամեն ինչին, ինչ ի սկզբանե ասել եմ ու մինչև մի ասում եմ։ Ու այն ամեն ինչը ինչ ի սկզբանե ասել եմ, հիմա էլ ասում եմ, այն սկզբում եթե շատերի համար նորություններ, զարմանալու բան էր, այսօր շատերիդ մոտ սովորական բան է, որովհետև արդեն ժամանակի հետ պարզապես որ այն ինչ որ ասել ենք, այ հենց ասել եմ, այ հենց այտենց է եղել։ Այսօր շատերին էլ չես զարմացնի դրանցով, որովհետև արդեն բոլորը գիտեն իրականությունը։ Տիկ ջան, հեսա մի հատ էլ փորձենք ապեր։ Տիկոս որ ուզում է միանա, ուրեմն ասելիք ունի։
Ու ես կսպասեմ այս մարդկանց, կսպասեմ այն մարդկանց, ովքեր որ ինչ-որ գրառումներ են անում, առիթավորվելով, այս եթերի հիմա վրա կսպասեմ ձեր արձագանքներին։ Տեսնենք այդ ինչ արձագանքներ են լինելու։ Գնացել է, արա, երկրորդ պրեզիդենտ է եղել անունը, կանգնել է հաղորդաշարում բան անում, դատախոսություն է կարդում ուսանողներին, ասում է հայերն են մեղավոր եղել, մեկը չի ասում նա թելեքելին գնանք վաշե, չգիտեմ, որոշակի գործողության։ Եկեք կապնվենք, եկեք բոլորը մի հատ կապնվենք իրար, տես ես մեկը պատրաստ եմ Լյուբոյբան ձեռնարկելու։ Ես մեկը պատրաստ եմ գիշեր-ցերեկ այնքան կանգնեմ Իսակովի իր տան մեջ, մինչև այդ տունը տնից ինքը թռնի, ինքը կյանքում պետությունից ոչ մի տեսակ թոշակ չստանա։ Պատրաստ եք արա։ Ու այս հասարակ մարդիկ են պատրաստ շատ դեպքերում։ Բայց ձեր նմանները որ իբր բանա, հանրային գործիչներ եք, ոչ մեկը դեռ չեք անելու դա։ Որովհետև տենց հարմար չի։ Տենց вообще հարմար չի։ Այսինչ է ժողովրդական բարեկամ բաստիոնում, այսինչ եք դուք անում։ Շուտ էր պետք անել, որովհետև դա պետության շենք։ Այն մեկ նարեկ ինչներ են, մեկը կար։ Երկու փուլեկոն նստած ինձ էին քրվում։ Այսօր հելել են այդ քֆուրների մոտ պատասխան են տալի, խելոք գնացել են, իրավունք էլ չունեն մի հատ նմանատիպ արտահայտություն անեն։ Դուրս եկել ասում, այս ինչ եք անում դուք, բան։ Ափսոս ես չեմ կարող ասել, թե չեք ասեմ։ Բա քիչ ես կարում ասես։ Բա որովհետև օրենքը ասելա չի կարելի, չէ՞։ Ակած ունեք այդ օրենքի վրա, խրախուսում եք մնացած ասել, ոնց Գյումրի են տատին, խապիկ ղրգիկ բան ձեն հավկելու, փող բաժնելու, լավ իմանալով որ փուրն եք տալիս, տատին փուրը տվեք, արա։ Տատին փուրը տվեք։ Որտեղ օրենքը սենց է, կապ չունի, ով ինչ ախիա։ Չի կարելի ու վերջ, չի կարելի լինել կոնկրետ բան ունի, հոդված ունի։ Դուք լավ իմանալով որ այդ հոդվածը ձեր վրա աշխատելու է, հանիք տատի ղրգիկ արա։ Չափսոսացիք բայ այդ տատին։ Այն ռուբոկալ մի հատ իր արևին ժամանակին Ղարաբաղում մի աշխատած։ Հելել էր տատին մենք կարողացանք այնպես անել։ Ինչ կարողացեք փուրը տալ, արա։ Սխալ եմ ասում, քեզ էլ հրավիրել եմ եթերով այդ թեմայով խոսալու, փախել ես այդ տղա։ Ու մենակ դու չես փախել։ Դուք սաղը վեշտի փախած եք եղել իզնից։ Պատերի տակ նստած մենակ խոսակցել է թե ոնց գնելին վարի տանք։ Ուրիշ ձեր մեկը տղա է եղել ես հավաք։ 5-րդ տարին է, մի հատ մեջները տղա է եղել, այդ թույլն եք։ Ու երբ որ դու փորձում ես բան լինես, օրենքներով, իրավունքներով, հարգանքով, բանով, մեկը նայում ես 1-2-3 ապրկա դառան իրենք դենք։ Այն որ ասենք Ալեն Սիմոնյանը մեկի վրա թքում է, ասում են, արա լավ ներողություն, լավ, չնայած ինձ էր վիրավորել ու ես հակադարձել եմ, բայց ներողություն եմ ասում։ Սրանք որոշում են, որ դա թուլություն է։ Հետո այն ուսա դուրս է գալի մի բան անում, ասում են ժողովուրդ կներեք։ Սրանք ժողովում են դա թուլություն է։ Այն ուսա ժողովուրդը բանա բարձրաձայնում, իրանք գնում սկսում են գործել տակը, սրանք ժողովում են դա թուլություն է։ Եվ ԿՊ-ի պատգամավորներից, սա կային, ԿՊ-ի բաներից էլ, աջակիցներից էլ կային, սա խայտարակություն էր, այս ինչ տեղի ունեցավ, ի՞նչն է, խայտարակությունն է, որ Գյումրիով Վարդան Ղուկասյանը ընտրվեց, խայտարակությունն է, որ Դոգը հետո ընտրվեց, իհարկե հետո իրենք բաժանվեցին, բայց ամեն դեպքում Դոգը ընտրվեց մի հատ, ու խայտարակությունն է, որ այսօրվա դրությամբ երկու հոգի, Մեսրոպիկը, ով բանա, կոնկրետ մահափորձի թեմայով բան արել, այն մյուսն էլ ում ինչ ուզում ասում է վրել էլ գործը կա, գնում վարչական շրջանում կանգնում է, մածուն է թափում, էսքեք բանման, այ դա խայտարակությունը, դա խի ժողովրդավարությունն է։ Մի տեսակ դեգրադացված ժողովրդավարություն եք տալ կատանում։ Ու այս ամեն ինչը, դա իրավական համակարգի վզին է, վզին։ Հաստաբանների, իրավաբանների, այդ ինստիտուտները հազարներով ավարտածների, վերապատրաստումներ հազարներով անցածների, այդ իրավունքից եւ այդ ձեր խելացիներից, մենք նվաստներս ձեր խելացիներին ասում ենք, ձեր վզին արա։ Ձեր ու կաթողիկոսի, որովհետեւ օրենքի մասով դուք եք պատասխանատու, ինչ որ բաներ չի, գնացեք փոխեք, առաջարկներ արեք, փոխեք, աշխատեք ժողովրդի հետ, բան արեք, ոչ մի բան չեք անում։ Էս մեկ էլ այն մյուսի, որը որ բարոյական օրենքների պիտի պաշտպանի, բայց արիոտից որ ճիշտ հակառակը, մի հոգի, մի հատ սրբազան բարոյական բան խոսացեն, անել են տրած։
Պիտի իրավապահները զբաղվեին այս ժամանակ, երբ որ Արտուր Չախոյան անուն ազգանունով ռուսական պասպորտով որոշակի անձնավորությունը ոմնը մտնում էր հայկական դպրոց Երևանում եւ իր աղմուկ աղակով ահաբեկում երեխեքին։ Այսօրվա դրությամբ միլիցիա են ծեծում լեռնականում։ Մեզ պիտի անեն, իսկ ինչ պիտի անեն։ Հիմա ես հասարակ բան ասեմ, այսօր ընկերոջս հետ զրուցելուց էի ասում։ Ասում տես, եթե բիլիցի վրա կարան հարձակվեն, ոչ մի բան տեղի չունենա, կարան քրփեն, բան տեղի չունենա, կարան բրեն կայֆավատելնեն, բան տեղի չունենա, վերջում էլ բրեն տփեն, էլի բան տեղի չունենա, ապա ես իմ անվտանգությունը ինքնուրույն պիտի սկսեմ, չէ՞ պաշտպան, ասենք ո՞ց պիտի մտածեմ, ասեմ արա ապեր ինչ գործ ունեմ սրանց հետ, կամ ես իմ գլխի ճարը տենամ, ճիշտ է։ Գնալու եմ ընկնեմ տենամ մի հատ անօրինական զենք որտեղ եմ ծախում, առնեմ, բերեմ գցեմ բագաժնիկս, մի հատ էլ դանակ ջեբս, ճիշտ է։ Այսինքն ոստիկանները լինելով անպաշտպան, շարժվելով ձեր ասած բան պսևդո ժողովրդավարության ստանդարտներով ինձ դարձնում են հանցագործ, ճիշտ է, վերջացա։ Իմիջայլոց, մի բան էլ ասեմ։ Հիշում եք այն տղայի մասին, որ խոսում էի 44 օրյային բան արած, վիրավորված ու մեքենայի միջից պռավան գողացել էին, հետո գնացել էր որպեսզի նոր աներ, ասել էին պիտի գնաս դեռ բան անես։ Մի ամիս էլ հոգեբուժանում պարկես։ ՆԳՆ-ին էլ գրեցի, նշեցի, այս SMM շիկներին խի եք պահում, եթե պիտի պատասխան չլինի, նախ սկսենք ըստեղից արա։ Բանա ոնց ասես հարցը տվեցի, ասում լավ, դրա մասին մոտ գբացեք, դրանից հետո հանրային քննարկում եղավ։ Իսկ ես խաբարել չեմ եղել, որ մասնակցեմ, չնայած հասարակական կազմակերպության ներկայացուցենք։ Այնտեղ մարդիկ ինչ հարցեր ասեց տվեցին։ Հասարակական կազմակերպությունների ղեկավարներից շատերը տեսել էին իմ այդ եթերը, ու իրենք էլ այդ հարցը ունենից ոնց, բայց եկան կանգնեցին ՆԳՆ-ի դեմը, հանրային քննարկման ժամանակ ազգային ժողովում մի հատ մեկը այդ հարցը չբարձրացեց։ Ասել լավ, գնելը սեղքի կանգնի, բայց այդ հարցը կարևոր հարց, արա 44 օրյա վիրավորված տղի մասին է խոսքը։ Այս պատմությունը հիշում եք, չէ՞։ Հիմա ես ձեզ ասեմ դրա երգը որն է եղել։ Ասեմ, մի հատ իմանանք ինչ հանրություն ենք մենք եւ ինչ կառույցներ ունենք։ Այդ տղեն վերջերը հավաքել է գնում է Ռուսաստան։ Դե գնացեք կայֆավատ եղեք, այս մտքի հետ քնեք։ Հավաքելով գնում է Ռուսաստան։ Այս բանը որ ձեր հետ խոսում եմ, հնարավոր է ինքը արդեն գնացել է։ Իսկ վարչապետը հետո կառավարության նստում է, ասում է անարդարության զգացողություն, կենցաղային հարցերն է։ Իսկ ես 1000 անգամ ասել եմ, որ պարոն վարչապետ, կենցաղային հարցերը չեն, անարդարության զգացումն է։ Եղել է դա 94 թվականների արտագաղթից մինչև այսօր։ Բոլոր դեպքերում պատճառը միայն ու միայն դա է։ Ոչ մեկ հաց վաստակելու համար չի գնում արտասահման։ Ոչ ոք։ Կարող է ինչ-որ ժամանակ Ռուսաստան գնում էին գործ անելու։ Իտո, երբ որ աշխատում են, միևնույն է, հետո ընտանիքներին տանում են։ Բայց ընդհանուր արտագաղթը, որպես այդպեսին, եղել է ոչ թե հաց վաստակելու համար, այլ առաջին հերթին բարոյական նորմերի չպահպանման մասին, որ մարդիկ չեն տեսել թունելի վերջում լույս։ Հիմա այստեղ են հացի խնդիր ուներ, որ գնում էր 44 օրյային վիրավորում ստացած զինվոր։ Հացի խնդիր ուներ, որ գնում էր, ոչ։ Ու այդ ամեն ինչը տեղի ունենում գիտեք ինչի համար, որպեսզի Հայաստանի Հանրապետություն գոյություն չունենա։ Բայց գրող եք գրել իհարկե։ Իք ջան ոնց ստացվեց ապեր։ Վերջապես մեռավ։ Ժողովուրդ ջան, ծանոթացնում եմ Տիգրանը Free News-ի իմ առաջին ռեժիսորն էր հաղորդման։ Ով վաղուց էլ այնտեղ չի։ Լավ։ Ցավոք, Չնայած լավ մարդիկ են էլի այնտեղ աշխատում, բայց ամեն մեկն իր տեղն ու դիրքն ունի։ Մենք մեր հաղորդումը սկսել ենք Տիգրանի հետ ու երկար ճանապարհ ենք անցել։ Շատ դժվարություններ հաղթահարելով, շատ վիճելով, բարիշելով, կռվելով, հետո բերելի բաներ։ Լավ է, չէ, մերը վեճ չի եղել, մերը եղել է միշտ մենակ ստեղծագործական վեճ։ Մենք դրա անունը դրել ենք ստեղծագործական վեճ, որ խուսափենք ամեն տեսակ բաներից, այլատիացություններից։ Այո։ Ամենայն դեպս բոլորը մի րոպե կներես։ Սամվել Ավետիսյան գրել է իսկ որ թաղապետարանում մարդ են ծեծում բարոյական է Նիկոլը Թուրան։ Սամվել, արի ես նոր ամտել մեր ընկերը, երևի կուրսի չի։ Սամվել ջան, ես արի քեզ երկու հատ խնդրանք ասեմ, լավ, եղբայր։ Խնդրում եմ, պարզապես խնդրում եմ քեզ։ Գիտի, այս եթերը սկզբից ցավը տանը, ընկեր ջան։ Նորմալ է
դու ինչ ուզում ես բոլորս ազատ ենք մեր խոսում։ Այս եթերը դիտում ես սկզբից ու խնդրում եմ քեզ, էլի երկրորդ խնդրարկսել ենա, որ այսօրվա ազատ շփում հաղորդումս էլ դիտես։ Այսօրվան։ Այդ երկուսը դիտում ես ցավը տանը, ընկեր ջան, իմ դիդելի հայրենակից։ Այդ երկուսը դիտում ես, եթե ունենում ես, հա, ես ուղղակի չեմ հիշում, մենք Facebook-ով ընկերներ ենք, թե չէ։ Եթե Facebook-ով ընկերներ ենք, Messenger-ով արձագանքում ես։ Եթե Facebook-ում ընկերներ չենք, Պարզապես ջամայք որ Messenger-ով արձագանք ես, հնարավոր է ինքը գցի spam, ու ես չտեսնեմ, իսկ ընդ միլիոնավոր նամակներ կար։ Խնդրում եմ քեզ, ինձ անձնական զանգ թողնես, վաղը 2-ից 3 անգամ ժամանակահատվածում ու զրուցենք։ Իմ հեռախոսը համարել Facebook-յան իմեջում ճպծրած է ի տարբերություն որոշների։ Ցավտանը։ Որտեղ հիմա եթե ես վերակառնամ բարձին, պատասխանելու ստացվելու է ամուշ եթերն ու այսօր ազատ շփման եթերը նորից եմ գրում։ Հասկացաք իրար։ Ընկեր ջան։ Շատ շնորհակալություն, եթե հասկացաք։ Այսքան բան։ Ես կստացեմ քո արձագանքին։ Ինձ անհրաժեշտ է քո արձագանքը, քո տեսակետը իմ ասելուց հետո, իմ մանրամասնելուց, դու հարց ես տվել, ես մանրամասնել եմ դա։ Այդ մանրամասնելուց հետո նոր հետաքրքիր կլինի, եթե համաձայն չես կլինի, ավելի հետաքրքիր կլինի, ինչ է պատահել։ Ով ասել, որ պիտի բոլորի հետ համաձայն լինեն։ Բայց ամեն դեպքում զրուցելու բան ունենանք։ Okay, Սամվել ջան։ Լավ երեկո եղբայր, հիմա շարունակենք Տիգրանի հետ, քեզ խնդրեմ սիրով կարող ես մնալ ու լսես մեզ։ Ո՞նց է ջան։ Նորմալ գնել ջան, նայում եմ, եթե նայում եմ, հետևում եմ, նես չենք աշխատում իրար հետ, ուրեմն կապ չկա, չէ, կապը կա, թեկուս եւ սենց, բայց դե Գնել ջան, ուղղակի նենց չդիմացա, ես այսօր ամբողջ օրը լրահոսին եմ հետևում, դե գիտես, գործի բնույթով ես եմ հետևում, ուղղակի այն որ սենց եռացել եմ մեջս, փորձում էի, էլի փորձում էի սենց թողնում սենց ուժերս հավաքեմ, զսպեմ, չարտահայտվեմ, էնել չկարեցա։ Գոնե մի երկու բառով ասեմ, ես էլ մի քիչ հանգստանամ։ Ուղղակի ես դառել եմ այն պատմական քարը։ Գիտես որ քարը։ Այն որ մի հատ մեծ քար ա լինում հեքիաթների մեջ, որ ասում գնալ դարդը քարին պատմեց։ Ահա։ Դե հիմա ես արդեմ բոլոր այդ դարտերը ինձ Չէ, ես ոչ թե ես ուզում եմ ոչ թե դարդս պատմեմ, այլ ուզում եմ բոլորի հետ կիսվեմ այն մտորումներով, որ գնել ջան, բայց վերջը ժամանակը եկել է, իրոք ժամանակը եկել է։ Մենք հա ինչքան էլ ասում ենք, ադե սենց պետք է արվի, նենց պետք է։ Հիմա ես կմանրամասնեմ ինչի մասին է խոսքը։ Դավայ, դու ես մի հատ մի քիչ սենց նստեմ, ժողովուրդ ջան, ներողություն եմ խնդրում, քանի որ եթերը թույլ չի տալիս ծխել, ես մի քիչ սենց նստեմ 3 րոպեով մինչև Տիգրանը իր ներածականը, այսպես ասած, կասի։ Ժողովուրդ ջան, ուրեմն տեսեք, հա, մենք ամեն անգամ խոսում ենք, ասում ենք, դե սենց պետք է լիներ, դե նենց պետք է լիներ, ժողովրդավարություն, չգիտեմ, մարդասիրություն, եսիմինչ, բայց վերջի իդոք մենք եկանք այսօրվա դրությամբ այն վատ երևույթները, որը որ մենք գիտեինք, արդեն նախորդ գիտեինք, որ էս էլ ա լինելու, այն էլ ա լինելու, նենց էլ ա լինելու, բայց այսօր մենք եկանք այն աբսուրդի արդեն ինձ թվում է այն կարմիր գծին, որ այսօրվա դրությամբ ոմն նախագահ կարող է հանգիստ իրան նենց արտահայտություններ տա, նենց իրան կներեք բառիս նու էշերը տուրիստներ են ասում ենք այսքան հիմա մենք ասում ենք Քոչարյանի հարցազրույցի Չէ, մի րոպե հետո Պրոստը մի երկու ժամ մտեղ խոսալու ենք ու ես իրոք պատրաստ եմ երկու ժամ չկա, ես հեսա բերեմ այն գծին, որը որ ուզում եմ ասեմ, գնա ջան, մի խանգարի, թող Դու կոմար խոսում ես, քեզ չեք խանգարում, չէ։ Մանա ես օրը 40 րոպե էֆիրով խոսացել եմ, դու մենակ նկարը անել ես, չես խանգարել։ Լավ է։ Բայց ուզում եք։ Լավ, ամենայն դեպս։ Ուրեմն, նայեք, ոմն երկրորդ Ողջույն, նախագահը բանով ասում է Տալիբան հայրն են մեղավոր պատերազմում բան, ալբանացին նստած լուրջ դեմքով ինչ որ բաներ ախոսում, չնայած ինքը ալբանացի չի, ինքը ապացուցված թուրք է, ադրբեջանցի հայր է եղել, բայց դեռ խոսքը դրա մասին էլ չի։ Բերել են երեխեքին նստեցրել են, նախր Ստեփան Սաֆարյանն էլ լսեցի, ինքն շատ լավ բան ասեց, ասում է երեխեն նստեցրել են, ասում է դուք հիշում եք, ասենք այդ երեխեն 18 տարեկան է, էլի, ասում է դուք հիշում եք 25 տարվա պատմություն է պատում։ Դե դուք հիշում եք, չէ՞ որ սենց բաներ, նես բաներ, ինչ որ սենց աբսուրդային բաներ ասում, սենց նայ ասում լավ լուրջ, էս ինչ որ հիմա ես տենում, սա իրականություն է, դե ուղղակի կարող է ChatGPT-ն ասել։ Կամ չգիտեմ ու լրագրողներ ճակերտավոր sense ինչ որ լուրջ դեմքերով նու նախորդ գրած հարցեր վատ մոնտաժած ընդհանրապես այդ մի ժամանոց տեսանյութը որը որ ուղարկել էին ես լինելով մոնտաժող շատ վատ էր մոնտաժած որովհետև առաքելությունով էլ չէր կապնում էլի ախր դու մասնակցողին էին նայում էլի հա դե լավ ֆիլտրել էին բան որովհետև լիքը հաստատ էշություններ ավել էշություններ էր էլի ասել ուղղակի այդ էլ մտածել են չէ դե էսի տուֆտում է էլի լավ էսի հանենք էսի կտրենք էսի լավ շատ վատ մոնտաժած բան էր անցանք առաջ լավ էսի մի կողմ Ինչ եմ տեսնում Facebook-յան ճակերտավոր լրագրության մեջ նախագահը սենց, նախագահը նենց բան ու զգում եմ էլի որ
խոսքերը արդեն sense մաքսիմալ ֆիլտրած, մաքսիմալ sense կոռեկտության մեջ, որովհետև երևի այդ գորե լրագրող ոնց ասում եմ, ախր լրագրողը լեզու չի ֆորմել, լետարի կողքով պալստացած, ինչ որ սղացած, ինչ որ մարդիկ են, ինչ որ վերբալներ են, որոնք չգիտեմ, ախր կլյաուզնիկ էլ չեն, որ ասում կլյաուզնիկը մի պրոֆեսիոնալ բան է, էլի։ Ուզում ես Կլյաուզնիկը պատմեմ տեքստը։ մի դա չես թողում Դիտավարի հետ վերբալների մասը մի կարճ բան պատմում։ ասա։ Ուրեմն ազգային ժողովում են բանը փակ քննարկումը բաների անհետ կորածների ծնողները եւ վալենսմենը կազմակերպել էին բանը գերատեսչությունները բոլոր ներկային փակ քննարկում էր լրագրողները դրսում էին բանը անհետ կորածների եւ գերիների ծնողներն էին այնտեղ ու հարցեր կավելն են որոնք բնականաբար չի կարելի բան լինի ես այդտեղից ծնողների քննարկում պես հասարակական կազմակերպության ղեկավար ուրեմն հետո մի պահ դուրս եկա զուգարան հետ գալիս այս լրագրողները հասան վրաս մեկ է սրանցից մեկը ժողովուրդ թերթի լրագրողներ դրանից մի քանի օր առաջ իրան ինտերվյու եմ տվել ինտերվյու տալուց ասել եմ տես հիմա եթե դու այդ հարցի պատասխան հարց էր տալիս ասում եմ եթե դու այդ հարցի պատասխանը ուզում ես իսկապես լսես ես քեզ կասեմ մի պայմանով ոչ ես կտրելու ասել հա հարցի պատասխանը տվեցի Արա հետո սա նյութը դրել էր այդ հարցի պատասխանը կտրած։ Այս նույն լրագրողը, արա սա շատ գործնական դեմքով եկել էլի ուզում է ինձ բան վերցնի, ինտերվյու վերցնի։ Ասում լսի, դու ես լրագրողն ես, չէ՞ բա։ Ասում ցավը տանեմ։ Մի անգամ արդեն խանգարել ես։ Մի անգամ արդեն կրճատել ես։ Խոսքի տեր չես կանգնել, խաբել ես։ Հիմա դու ո՞նց ես կարծում։ Նորմալ կլինի, որ ես քեզ իսկապես լուրջ ընդունեմ։ Ես ջանդամ, լավ, առհասարակ, էլի դու ո՞նց ես վերաբերվում դրան։ Էսի կորավ, մեկ են լրագրողները։ Իսկ դուք մեզ բան եք անում, քննադատում եք, բան, արասում ցավները տանում։ Տիկ ջան, դու եղել ես ռեժիսորը Ֆրինյոզում ազատչփում հաղորդման քանի տարի։ Ամենասկզբից իրար հետ սկսել ենք, մի երկու տարի։ Ֆրինյոզը մենք իրար հետ ենք էլի բացում։ Այդ ժամանակները քանի անգամ եմ ես ասել, որ լրագրողները ձեզ բան եմ ասում, ու եթե ձեր մեջ մեկը սրանից նեղվում է, կարա գա հաղորդման եք։ Ու սա մեր բոլորիս արտակն է, ի տարբերություն ձեզ, ես դա ասում։ Եկեք, նստեք այդ թեման քննարկենք հարության դեմը, որ ոչ ոք չասի, մեկի բացակայության եղավ, այն մեկը առիթավորվեց կամ ու քանի անգամ եմ ասել, որ եթե դուք հրավիրեք, ես կգամ։ Հենց Արա, մինչև այսօր, այս սեղանը կխոսա, իրանցից Ախր գնել ջան, լրագրող պետք է լինի որ գա։ Դու հիմա լրագրողներին ես կաչում, մարդիկ նայում են իրար դեպքին ասում բացա վաստակ լրագրող որ։ Մեր միջի լրագրողը Всё, իրանք դրա բանը չի գալ։ Եթե հա լրագրող, ես գիտեմ մի քանի լրագրող մատից վրա կարող եմ հաշվել, ու հա գիտեմ մի քանի իրոք պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնք ապահովում են կապը հանրության, կառավարության։ Համաձայն կլինես իրանց հետ, բայց միևնույնն է իրանց աշխատանքը դու տեսնում ես որ աշխատել են մարդիկ բայց այդ կողմի առաջարկում է տարբերակները եւ այս կողմի եւ այն կողմի ես նայում եմ ես ընտրում եմ ես որպես հերոստատիտով ես ընտրում եմ իմ մեջ արդեն ձևավորվում է ինչ որ կարծիքներ բայց մեր այս վերբալների աշխատանքը արդեն չգիտեմ դաժե չի ծիծաղացնում ամբողջ պատերազմի ընթացքում դու ես հետևել Ֆրինյոզի ժամանակ հերոստատեսություն չէր դեռ կայք էր ամբողջ պատերազմի ընթացքում ինչեր ես տեսել հետո ես եկել քեզ ինչեր եմ պատմել Եթե դրանից սկսենք խոսալը իրոք էլի մի 2-3 ժամ հեչի պես կխոսանք այդ կարգի վատ ինֆորմացիաները, որը որ մենք ստանում ենք, մենք իմիջիալոց Ֆրինյոզը այն հազվագյուտ կայքերից էր, որը մտածեց եւ որոշեց տակ մի րոպե ժողովուրդ ջան, քանի որ մենք չենք հասկանում, մենք հասկացանք, որ մենք չենք հասկանում ինչա կատարվում ընդհանրապես ինֆորմացիա չենք ստանում։ Մենք որոշեցինք աշխատել միայն պաշտոնական ինֆորմացիայի վրա։ Պաշտոնապես սենց է հայտարարվում, ուրեմն սենց հայտարարում, վերջ, ուրեմն ոչ մի բան մենք երբեք մեզ թույլ չտվեցին գնալ միկրոֆոնը վերցնել, երբ որ զինվորը խրամատի մեջ վարձեց ինչ որ ցես բաներ կապիկություններ չենք արել, որովհետեւ մենք չգիտենք դա ինչա։ Ուղղակի չգիտենք։ Երբեք մեզ թույլ չենք տվել կապիկություն անել։ Դա ռեկլամ չի, դա փաստ է, Ժորժ ջան, նայեք Free-News-ի ամբողջ եթերները բացեք, նայեք ինտերնետում կա։ Մենք երբեք մեզ թույլ չտվեցինք ինչ որ մի հատ կապիկություն անել։ Բայց խոսքս դրա մասին չի, խոսքս այսօրվա օրերի մասին է, գնել ջան, որ մենք անընդհատ ասում էինք, չէ, այդ մանրավաճառներից պետքա ազատվել, պետքա ձեռքազատվել, պետքա լրագրությունը ստեղծել, դասախոսություն էինք կարդում, եսի ինչ որ բաներ, բայց մենք գնալով այդ ժողովրդավարություն ճակերտավոր, եսի ինչ գնալով մենք եկանք հասանք նրան, որ այսօր կոմենտներ ես նայում։ Լավ, մարդ իրոք ուղեր ունի, որ հիմա ինքը sense կոմենտ գրեց։ Լրագրության մասին ընդհանրապես խոսք չկա, երբ որ երկու, չգիտեմ, կենթանի բերում են, ասենք ինչ որ երկու նկար դնում վրան, ասենց ես թափում եմ դեմքիդ բան, ասենք լուրջ ես ասում։ Ու դու այնքան
տղա ես, եթե տղայական ենք խոսում, բայց այդ ամեն ինչը արվում է կամերաների մոտ։ Կամերաներ անպայման պետք է տեսնել։ Այդ տեսեք, մենք հիմա այնքան խոսքի ճակերտավոր ազատություն ունենք, մենք այնքան անպատժելիություն ունենք, մենք այնքան sense ես իմ ովքեր ենք, բայց իրանցից ոչ մի բան չեն ներկայացնում։ Եթե խորանում ես, այնա դու պատմեցիր, ամեն մեկը ով է ընդհանրապես այս կյանքում ինչ է։ Ով չի էլի, ինչ է։ Իգնատյան 1000 կներես մի հատ հարցի պատասխանեմ այստեղ մեր դիտորդներից։ Նոր Հայաստանի լրագրող Ռաֆայել Մնացականյանը նորմալ լրագրող է։ Ես գիտեմ ինչի մասին է հարցը։ Պրոֆեսիոնալ տղա է, ես իրան անձամբ ճանաչում եմ, իմ ընկերն է, հարցեր կան։ Ընկեր, դնենք մի կողմ, որովհետև եթե ուզում եք օբյեկտիվ խոսանք, դա պիտի մի կողմ լինի։ Ինքը բավականին պրոֆեսիոնալ լրագրող է։ Պրոֆեսիոնալ լրագրող է, իր բաներից, եթերների, մեկնաբանությունները, որոնք որ իր կարծիքն են։ Ես շատ բաների հետ կարող եմ համաձայն չլինել, շատ բաների հետ համաձայն չլինել, բայց համաձայն չլինելու պարագայում ես չեմ կարող բորբոքվել, տես ինչ է խոսում խիա, էսի կա չկա, չէ։ Մարդը նույնը իմիջայլոց, ասեմ Թաթուլ Հակոբյանի մասին։ Ես նրա շատ մեկնաբանություններ չեմ ընդունում, չեմ ընդունում։ Բայց քանի որ ինքը աշխատում է ու իր աշխատածը դու տեսնում ես, աշխատանքը դու տեսնում ես, պրոֆեսիոնալիզմը տեսնում ես։ Երբ որ ինքը սկսում է իր կարծիքը հայտնել արդեն, ասենք քննարկի ուսումնասիրել է այս թեման, ներկայացնում է թեման ու ավելացնում է իր կարծիքը։ Այդ կարծիքի հետ ես կարող եմ համաձայն լինեմ կամ չլինեմ, բայց ես իր աշխատանքը գնահատում եմ։ Այսինքն հարցը նրանում չի, որպեսզի մարդիկ էլ ճիշտ հասկանան, հա, կներես Նիկրոջան։ Որպեսզի ճիշտ հասկանան, Ջորջան, հարցը այն չի, քննադատում են Փաշինյանին կամ ԿՊ-ին, չեն քննադատում, չգիտեմ, հարցը բացարձակ դա չի։ Բնականաբար պիտի քննադատեն, պարտավոր են քննադատեն։ Ասեմ ավելի, ես սպասում եմ հենց քննադատություն։ Հարցը դա չի, բայց քննադատությունը հայհոյանքը չի, քննադատությունը կեղծիքը չի, մանիպուլյացիան չի, սուտը ճշտիտակ վաճառողը չի, հանուն լայքերի խառախշտիկ վերնագիր դնողը չի, եւ այլն, այսպես ասեմ, իսկ ընդհանուր առմամբ քաղաքական ով ինչպիսի հայացք ունի, ես բոլորին հարգում եմ իրենց քաղաքական հայացքների համար, մի պայմանով, որ իրանք պիտի հարգեն, որ ես ունեմ իրավունք ունենալու քաղաքական հայացքներ, այսքան բան Ես քաղաքացուն լրագրողին չեմ կարող բան ասեմ, չեմ կարող, մենակ նրա համար, որ իմ սրտով չի խոսում, ես բան չեմ ասի, ոչ, բացարձակ, իսկ ով ասում է բոլորը պիտի դա կարող, իշքան շատ կարծիքներ ինքան հետա, բայց այդ կարծիքները պիտի լինեն բարոյականության սահմաններում, պետք է լինեն փաստերով, փաստարկված, հիմնավորված, պիտի լինեն ճիշտ ներկայացված։ Հիմի օրինակ 1000 կնես, քանի որ խոսքը Արտուրն է ճախան, ասում հետեւյալը։ Դուրս են եկել հիմա լրագրողները, ասում են, բա բռնություն կիրառեց։ Okay, բռնություն կիրառեց։ Հիմա եկեք գնանք 3-ը։ Երևի բա 3-ը չի խոսում այդ նույն լրագրողը։ Հիմա տամ լրագրողներ ջան, ձեզ ասում եմ, մեծ ռոպիկը մահապորցի կոչ արել իմ հասեի։ Վաղը գալու եք հետևից վազեք։ Հիմա դնելու եք այդպես վերնագրող մյութեր, ասեք Մեծ ռոպ մանուկյանը, չգիտեմ ինչ է։ Արտեսով գնելին, նարկաման գնելին, մապ։ Նարկաման չէ, ապեր, արդեն նարկամանը անցել ենք, սպիդ։ Հա, արդեն սպիդա, հա, նարկաման եմ, արդեն ես մի տարուց ավել է, սպիդ եմ, վերջի ստաձայում եմ ու մարդիկ։ Ժողովուրդ, մեր մեջ ասած, ուրեմն այսքան տարի ես գնելին ճանաչում եմ, մի անգամ ձևի համար չնստեց հետո Սարա խմի, չի խմում, արա այդ, չի խմում, զզվում եմ դրանից։ Մի անգամ դոնե ձևի համար հետս նստել մի բաժին բան խմեր։ Ծնունդերին եկել է, ծնունդ են կարի ասեն, կոլեկտիվով ծնունդ եք անում, ամեն մեկս մի մատ կոնյակ, մի բաժակ ձևի համար չխմեց։ Յախ։ Գինի խմել եմ, գինի որելելա խմել եմ։ Ես դե խզիկ խմիչներ եմ խմում, թույլ խմիչներ գինի գարեջ։ Արա, խանյակ շերտերում չեմ խմում, ինչ անեմ։ Ոչ չեմ զգում եմ, դες բարձր գրադուս, բա պիտի մի բանը խմես, հետո մի ժամ սենց լինես, ինչ եմ։ Բայց ամեն մեկը իր ճաշակ ունի։ Ուղղակի որ այդ ամեն ինչի մեջ ես արկաշ լեմ, դա ինձ բացում է։ Ու բացում է իմ մյուս ընկերներին, ովքեր ինձ ճանաչում են։ Նորմալ է։ Լավ, բարի, շարունակեմ խոսքը Ժորժ ջան, ուրեմն տեսեք ինչ է կատարվում։ Ես երբ այդ ճակերտավոր լրագրող այդ Չախոյան մախան այդ արարողությունը, որը որ իրանք արեցին, շատ կեղտոտ ձևով, շատ։ Ուղղակի ես այդ մի պահ իրոք էլի, ես էլ ինձ մի պահ, հա, ես բորբոքված եմ, ես իմ ջղայնացած եմ ինչ որ մեկի աշխատանքի վրա դուրս չի գալի բան, բայց բերել նկարի վրա տենց ինչ որ կեղտոտ մտքերով, կեղտոտ մենք բոլորս է հասկանում ենք, չէ՞, ինչ էր ուզում։ Ասում եմ, չեմ ուզում 18 պլյուս խոսամ, էլի, յանի ես էս այնքան կամ, դեր մեր մոտ է ժողովրդավարությունա, խոսքի ազատությունա, ով ինչ ուզի կարացեց, բենիցեց թափի դուրս ու նորմալ է դա։ Վաղը մենք դա կներկայացնենք որպես ազատ խոսք, առհա ձեր բախտից։ Չի լինելու։ Հանուն ճշմարտության մի բան էլ ասեմ։ Օրինակ, այնպես է որ Տիգրանը
աշխարհի ամենալավ վարչակարգաշրջանի ղեկավարն է։ Հանկարծ չդիտարկեք, որ ասած նստած ինչ-որ բաները պաշտպան, չէ։ Ես ճիշտ է, Տիգրանին ճանաչում եմ, առիթ ունեցել եմ մի քանի անգամ շփվելու, բայց մտաբար քանի որ ղեկավար պաշտոնյա, շատ հարցերով էլ կարա հակառակ բաներ եղած լինի, մարդկանց գոհացած չլինի, ես չգիտեմ, մարդիկ կան անգամ ասում են, որ խախտումներ արել ինչ-որ իրավիճակներում ու գործերը դատավորում, օքեյ, կարա ոչ մեկ երբեք չի կարա միանշանակ ընդունվի, հարցը դա չի, հարցը էստեղ շատերի վերաբերմունքն է եղածի, հասկանում մարդու, ասենք օրինակ, եթե ես հիմա նստեմ ուղիղ տեղը, մի հատ իմ ուզած մեկին անդիմադիրներից մեր քրվեմ, ինչ ուզեմ ասեմ, ուղիղ տեղը, ասենք թե ինքը ինձ ոչ մի բան չի արել, ու ես դուս մտել եմ, ու ինչ ուզեմ ասեմ, այո վաղը որ բռնի ստպի, ճիշտ չի անելու, ճիշտ չի անելու, բայց ինչ անես, ճիշտ կանի։ Գնալ ջան, դու ինչ գործ ունես կոնկրետ մարդու ժամանակ տարականունի ասի, ինչի՞ց էցեցիք գներին, բայց մտել եմ ընտանիքին եմ քրվել, ես եմ իզնից դուրս, այնա ստերի հիման վրա, ինձ մինչև ինձ անձամբ ինձ չեն կպնում, ինձ եմ չունեն չեն կպնում, ես չեմ անդրադառնում, ու դուք սաղդ լավ Գնալ ջան, մի րոպե խնդրում եմ թող ես վերջացնեմ, ես գալիս եմ արդեն ֆինալին, ինչ որ ուզում եի ասել։ Դա ինչ է կատարվում։ Ուրեմն դե այն որ Facebook-յան հարթակում եւ ընդհանրապես այս հեռուստատեսությունների մակարդակով, ճակերտավոր լրագրություն կոչեցյալների մակարդակով, որ բոլոր ինֆորմացիաները մենակ միակողմանի է, դա չի քննարկվում։ Մենք բոլորս տեսնում ենք։ Ես խղճում եմ մեր ժողովրդի ականջները, որոնց ականջները ամեն օր ուղղակի բարոյազրկվում են լսելով այդ աղբը, այդ կեղտը, այդ սուտը, որը որ իրանք լսում են ու հələ մարդիկ են հայտնում, որ սկսում են ինչ-որ քննադատություններ անել, բան ինչ-որ մտքեր հաղորդել, բանելի, բա տեսակ բայրեք սենց եղավ, բայրեք նենց եղավ։ Գիտես ինչ դա ամենաաբիդին է ամբողջի մեջ, որ երեք մենք ունենք մի պատկեր, որտեղ նույն բադը, լավ չեմ ուզում անունել տամ զզում եմ չնայած այդտեղ անունը կոմենտներում հնչեց, ասենք, վայ, բան էսի լավ բան եք անում, այսպես հիմա այսպես կեղտոտ գործ եք անում, այս մարդուն մեր հեր տանիք բան սենց նվաստացրեցիք բան, վայ, մալադեց են էսի ու այսօր այդ մարդը մի հատ քանթալոշ է ուտում, ու ինքը ոգևոր բա ոնց թե այս սրբությունը, այս անմեղ արարածին բան արեցիք, ու այսօր ես նայում եմ արդեն բազգային ժողովի պատգամավորներն են ամեն մեկը լուր փաստորեն մեր երկրում եսի ինչ լուրջ եք ասում Գնել ջան իսկ երևի թե ժամանակն է եկել որպեսզի մենք շատ լուրջ պայքար սկսենք այս երևույթների դեմ իսկ եթե պետականորեն ինչ որ ձև սա չի լինում ուղղակի ոնց նայում եմ այս 7 տարիա ոչ մի ձև չի կառավարվում ազատ խոսքը ոչ մի ձև չի կառավարվում ճիշտ խոսքը որ սուտ չխոսան համենայն դեպս գոնե սուտ չխոսան այո մի խոսացեք բայց ոչ ասենք լկտին բերեն սրբացնեն սրբին բերեն լկտիացնեն ես ինչեր անսա սախարնել են իրար ու երբ որ այսօր գնում են հարցազրույց են անում չէ սորաբար փողոցում հարցազրույց մենք տեսնում ենք ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք այդ ժողովրդի մտածելակերպը ընդհանուր մթնոլորտն ենք տեսնում ու երբ որ այդ նույն քպան ասում է այս ընդդիմություն կոչեցյալը մեր համար նվեր է ինչքան քփուր են տալի այնքան մեր ռեյտինգը բարձրանում է վերև ճիշտ է ասում որովհետև պատկերացնում եք այն քֆուր տվողը երբեք լավ տղա չի եղել մանավանդ կամերայի դեմ քֆուր ունես տալու այդ մարդու հետ առանձնացի մի հատ տաղավարի ձեր հարցերը լուծեք դրել քֆուրներով խոսակցությունը Լրագրողներին ցույցատար բանակ։ Անդ ձեր մասնավոր խոսքը։ Լրագրողը անենց վրա տալի, անենց գիտես ես լրագրող եմ, անենց ասում ես լրագրող եմ։ Հրապարակայինի ասես, զանգել ակես բան ասե։ Բան կա, վերցրու դու են դատախազությունը կամ դատարան։ Հրապարակային ասես բան ասե, անցյալ դրելը բանը սան։ Վերց էլի։ Գումարած նրան, որ ինձ շատ է խնդրում ուղղակի այս ընդդիմադիր ճակերտավոր լրագրողները, որոնք ընդհանրապես լրագրողը ժողովուրդ ջան, ասենց ասեմ, պրոֆեսիոնալ նախադասություն եմ ուղղակի ուզում ձեզ ասեմ, ես ինքս մասնագիտությամբ լրագրող եմ, ու ամենաառաջի դասը, որը որ եղել է, ու ես այդ դասը շատ լավ սովորել եմ, որովհետև համարյա մենակ երևի նորմալ այդ դասին եմ նստել, էլի։ Լրագրողը երբեք չպետք է մեկնաբանի կամ լուր տա միակողմանի։ Լուրը պետք է լինի երկկողմանի։ Պողոսը սենց ասեց, Պետրոսը սենց պատասխանեց։ Պետրոս ձեր կարծիքը, Պողոս ձեր կարծիքը։ Ժողովուրդ ջան, այս երկու կարծիքը լսեք, գնահատեք։ Վերջ։ Հիմա նայ, բացի դա, իմ շատ լավ ավագ ընկեր, շատ հարգելի ավագ ընկեր Կարոլ Հակոբյան, շատ լավ մեկնաբանություն է հենց նոր թողել Եվրոպայի հայերի համագումարի ղեկավարը։
Լրագրողը կարող է ամենասուր հարցերը տալ, բայց իրավունք չունի վիճաբանության մեջ մտնելու զրուցակցի հետ եւ իր քաղաքական հայացքները առաջ տանել։ Մեր լրագրողների ծնշող մեծամասնությունը քաղաքական պրոպագանդիստներ եւ քաղաքական ակտիվիստներ են։ Շնորհակալություն Գարեգ անես մեկնաբանության համար եւ սա ասում եմ մարդ, ով իր ամբողջ կյանքը ապրել է արտերկրներում, հիմա էլ ապրում է օրինակ Շվեդիայում։ Հենց այս բանը կան գիտեմ, հələ որ Հայաստանում է։ Գարեգ անելը չես գնացել, չէ՞։ Այսօր մեր լրագրողական կոչեցյալ համայնքը նույն ասենք են ոնց են լրագրողների միության նախագահ են 168 ժամի Սատեքսերյանը, որը ինքը շատ ահավոր վատ պրոպագանդիստ, ահավոր վատ, այն որ նստի երկուս էլի միանգամից, այն որ ինքը ասում է բանեցես, պետք է ասես նստի երկուս։ Հատը իրենք հաղորդում անում, իրենքի հյուրեր շարմազան են նա։ Ու ասենք ինչի մասին են խոսում։ Դե ասոցիալները են ասոցիալի։ Ուրեմն լրիվ միակողմա այ տեսեք այս իշխանությունները ինչ արա, հա վատն են, սաղս էլ, հա, օքեյ, սաղ վատն են, լավ Ես մի հատ տեսակ է, բա մի հատ էլ հարցր ասա, այս ինչ բանը սենց է եղել, եկեք մի հատ այս կողմից էլ նայենք, այն կողմից, ու դու կոչվում ես, դե ասում է, ոնց որ շեֆն է, նենց էլ իր աշխատողները պետք է լինեն, հիմա նույնն են, լրագրողին ովա, նախագահ ովա, այն լրագրողիկները ովքեր են, որոնք իրենց բան են անում, վերապահում են այնպիսի տենց արտոնություններ, որ իրանք կանասես կամերան չէ, սոտավեով էլի լայվ ենք մտել, բա հələ մի րոպե, ես այդտեղ սենց պետք է անեմ, էլի ոստիկանի հետ ո՞նց ես խոսում, այ լակոտ, ուղղակի լակոտ, ես չեմ կարող։ Ես որ տարելի է ինչ որտեղ բորբոքվել ու ոստիկանի հետ էլ կոպիտ խոսալ, այն բարակայում, որ զգում ես, որ ոստիկանը անցավ սահմանները։ Okay, ոստիկան իր գործն անում, բայց եկել է կպրծվել ով էս բան, հələ մեկ ներկայացնում։ Անես հա, ոնց որ իր մի օր բանը Ալաբերդի ենք գնացել, հետ ենք գալիս, αλλά չգիտեի որ ապան անցել է սարոպը։ Իսկապես չգիտեի, ես պետք է բանը դες չեմ հիշում։ Ու դե հիմա գիտես, իր ասում ցույց է տալիս, ու դες կանան Ուրեմն կանացած մալ վերապան վերջացում, նայել եմ դուք իսկապես վերջացել եք, ասում եմ դե չեմ իմացել էլի, ես չեմ առանձնապակ չեմ, սա որը արդյոք չգիտեմ, ես պորտերը, ասենք, ունեցա որ սա Հայաստանում քշվում է էլի, ոնց կարամ ես ապան տենց բաց թողնեմ, դա իմ համար է հարմար երաշխիք որպես։ Դե բավ մեկը նկարածած չի լինի ես կողմ, մենք ան մի խոսքով դրեցին 100,000 դրամ դու գանեցին։ Սուս պաստում եմ, շատ կուլտուրական մարդիկ բան։ Որից հետո ես բախտեցի բարի ծառայություն, ձեզ տղերիկ ժան շնորհակալություն ու մատրեցի հացի տոն։ Հիմա սուս գրեցին այդ 100,000-ի չեկը, գրեցին, բրծան, ստորագրեցինք, ամեն ինչ նորմալ է, մեկ է սենց արես։ Այդ ժամանակ ես գիտեմ, չի ճանաչել, սենց արես։ Պարոն Սարգսյան, բայց կարելի է մի հատ էլ նկարվենք, էլի։ Պասպորտը ճանաչել, ասի նկարվում չեկը ձերս պիտի նկարվեք, որ ատեն բեսնում։ Չէ, իմ էլ ոչ մեկ չի ուզեցել նկարվի։ Ռեժիսորներն է տենց է։ Հատի որտեղ մենք կադրում չենք երևում։ Չնայած հիշում ես մենք իրար հետ սկսեցինք, առաջի հաղորդում մենք իրար հետ ասեցինք։ Դրանք տենց են ասում։ Չնայած հա դու մի երկու անգամ ես քեզ եմ հյուր եղել։ Այո։ Այո։ Գնացան իստոննա մենք պետք է արդեն սկսենք շատ լուրջ պայքար իրոք պաշտպանելու ժողովրդավարությունը, իրոք պաշտպանելու ազատ խոսքը։ Ժողովուրդ ջան, այսքան ասելով, խոսալով Facebook-յան լայվերով, բաներով, հա, մենք ասեցինք, մենք լսեցինք, վաղը զարթնեցինք, գնացինք ամեն մեկս մեր գործով, բայց հետո նորից մի բան լինում է ու նորից ասում եմ, երբ որ դու չես զբաղվում ես, արդեն սկսում ես զբաղվել քեզնով։ Դրա համար ինձ մենք պետք է գնել ջան շատ լուրջ ձևով մի հատ մտածենք ոնց մաքրազատենք մեր լրատվական ինֆորմացիան դաշտը կներես մի վարքան մի հատ վերջացնեմ ինչի համար եմ ասում որովհետև իմ ականջին հասել է հավաստի ինֆորմացիա այն մասին որ շատ մոտ ժամանակներս բացվելու են շատ նորաթուխ sense լրատվականներ բնականաբար անդիմադիր դաշտից ինչի համար է դա արվում մենք բոլորս հասկանում ենք 2026-ի ընտրություններից առաջ պետք է ամբողջովին դաշտը աղավաղել այսինքն մեր սովորական քաղաքացին ոչ մի ինֆորմացիա չունենա ինքը պետք է լծված իր ականջները պետք է լծված լինի սուտ կեղծ վատ Nei որ վայ քխա, էսի քխա, էնի քխա, էսի քխա, այն ում լրատվությունը ավելի շատ եղավ, այդ քխը ավելի շատ ասեց։ Սովորական մարդը մտածում ասում չեմ ուզում անունով, հա լավ, ասենք լավ, արա դե լավ է Նիկոլը բանելի, որ սենց են ասում։ Ինքը ոչ մի բան չգիտի, ինքը ինֆորմացված չի, որտեղ ոչ մեկ իրան ինֆորմացիա չի տալի։ Ասում են քխա, վերջ, ինքը վատա քխ, անկարծ իրեն չդե, բայց ով ասում քխն է ասում։
Տես Ոնց որ ես բան արեցի, չէ՞, տարբերություններ ես չի ամբողջին եմ անում։ Ուրեմն Տիգրան ջան, այդ խոսքիդ վրա ես պիտի ասես մի բան ասեմ։ Մենք երբ որ ասում ենք պետք է պայքարել, ինչ-որ բան անել եւ այլն, մենք ունենք ի սկզբանե տրամադրված ենք լինում մաքսիմալիստական գործողությունների ու արդյունքների։ Այսինքն բոլորս մտածում ենք, որ մի հատ պետք է նենց քայլ անել, որ всё մատլի։ Բայց դա այդպես չի լինում։ Քաղաքական դաշտը, այսպես ասած, որ այնքան էլ քաղաքական չի բնականաբար, առաջարկում է շախմատային պարտիա քաղաքացիներին։ Դու չես կարա ձեցքի մատ անես իրանց ջրում, ճիշտ է։ Ուրեմն պետք է մենք էլ սկսենք այն ուժերը, որոնք որ առաջարկում են քաղաքացու հետ աշխատանք, թեկուզ սխալվելով, թեկուզ ինչ-որ բաներ այնպես չանելով, ամենայն դեպս նրանց հետ սկսենք աշխատել ինչ ձևով։ Տես unboxing է կապրա ժողովուրդը։ Հիմա ցույց տամ, սա ինչ է։ Չնայած մի քանի բառով ասել եմ ժամանակին։ Ես դու կապը չեմ տեսնում, դրա համար ես չեմ տեսնում ինչա կապը։ Բայց ես կնկարեմ հազարականով կուղարկեմ։ Այսօր արդեն վերցրեցի տպարանի, տպած պատրաստ, հա։ Ուրեմն հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպություն, մենք նախաձեռնել ենք բաց երկխոսություն պրոյեկտը, բաց երկխոսություն առաջինը տեղի ունենալու Մալացիա Սեբաստիան վարչական շրջանում, ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի աշխատակազմի եւ իհարկե քաղաքացիների մասնակցությամբ Հայաստան կինոթատրոնում մատերի ունենալու օրն ու ժամը հենց հավենենք ժողովուրդ ջան կգրենք բանը դա մեր առաջին փորձն է եւ այստեղ ես չգիտեմ ինչ է կարելի է էլի նախատեսել ինչեր չէ գուցե մի գլուխը քիչ է երկուսը մի քիչ շատ է բայց ամենայն դեպս ամբողջը չի մի խոսքով բայց այստեղ քաղաքացիների մասնակցությունը ցանկալի է տեսեք ես պարտադիր բառը չեմ օգտագործում դա չես կարող պարտադրել բայց եթե քաղաքացիները դրսևորեն հետաքրքրություն ու գան մասնակցելու սրա եւ տեսնեն թե վարչական շրջանի ղեկավարը իր կառավարման վերջին շրջանում ինչեր անում վարչական շրջանում վերջին շրջանում դեպքին այս ընթացքում ընտրվելուց հետո նշանավորից հետո ինչեր արել ինչեր թողել ու ինչ ծրագրեր դեռևս կան միգուցե ինքն էլ քաղաքացիներին ասելիք ունի եւ այլն քաղաքացիները կունենան առաջարկներ բան կենթանի շփման միջոցով սա այս նախաձեռնությունը դրա մասին է հիմա ես մենք մեր հասարակական կազմակերպությունը գնում է սրա բայց մենք ցավոք սրտի ես պարագան առայժմ ունենք մտահոգություն որ 140,000 բնակչություն ունեցող Մալացիա Սեբաստիան վարչական շրջանը գուցե չկարողանա հավաքել 150 կամ 200 կամ x-ով քաղաքացիների ովքեր իսկապես շարժագրված են հետաքրքրվելու ովքեր իսկապես ուզում են հասկանան մտնեն այդ դիսկուրսի մեջ եւ այլն կստացվի իհարկե կստացվի բայց ամեն դեպքում սա մենք նույնպես պետք է հաշվի առնենք որ ոչ միայն ղեկավարների օգնելը բանն է ժողովուրդն էլ երբեմն խիստ անտարբեր է ու մենք այդ պարտիայում շախմատային պարտիայում քան պիտի ձևավորենք մեր իշխանությունների համար, ընդ որում երբ կփոխվեն, ովքեր կլինեն կապ չունի, պիտի ղեկավարների, պետական պաշտոնյաների համար ձևավորենք, թե մենք որպես հասարակություն ովքեր ենք եւ նրանք բնականաբար կսկսեն շփվել մեզ հետ այդ ոճով։ Հասկանում եք։ Եթե մենք կարողանանք ցուցադրել, թե մենք որքան շահագրգռված ենք այս գործողություններում, ու նմանատիպ բաներում, եթե մենք պահանջենք, ցույց տանք, որ մենք քֆուր քյապարի կողմնակից չենք ու բռնության կողմնակից չենք ոչ մեկի պարագայում։ Բնականաբար նման նյութեր կան լինի։ Եթե մենք ցույց տանք, որ մենք տեղեկացված հասարակություն ենք մեզ համարում ու ամեն ապուշ սունկ սայթի մի հատ հիմնական վերնագիր, որը պաշտոնական չի, չենք բացում նայում։ Այսինքն իրենք կգնահատեն, որ իրենք անարդյունավետ են ու իրենց փողերը իզուր է ծախսում։ Ու կսկսեն իրենց խոսույթը հասարակության հետ վերանայել։ Հասկանում եք, ինչպեսին կլինենք մենք, այդպեսին կլինեն ղեկավարները։ Դա ճշմարտությունը անբեկանելի էլի։ Մի խոսքով, սրա մասին ես առանցին եթեր անպայման անելու եմ, իհարկե սա կարծեմ ինչպես կարող եք ձեռք բերել ես հրավիրատոմսից եւ ներկա գտնվել այդ հանդիպմանը ժողովրդյան։ Իրանք քեզ սիրով հրավիրում ենք եւ առաջարկում ենք նաեւ հետեւյալը։ Քո բնակության վայրում վարչական շրջանում փորձի տարածել ես թեման, ստեղծել պահանջը, որ մի օր էլ ձեր մոտ սանենք։ Հասկանում եք։
ու մենք այսպես պետքա տարածվենք բոլոր վարչական շրջաններով, պիտի տարածվենք հանրապետությունում համայնքներով, եւ այլն եւ ու արձանագրենք ամբողջը։ Ամբողջը արձանագրենք, որպեսզի վաղը միսօր երբ որ հարցեր լինի, մենք կարողանանք ինքներս էլ նաև օգտակար լինել ժողովրդին, պետք կամավորական ինքներով, օգնալ ասել հարգելի համայնքի ղեկավար ջան։ Մեր ներկայությամբ էլ ես դու ասել որ էսի սենց է, ու մեր մոտ էլ արձանագրած։ Հասկանում եք։ Ոչ է ամեն մեկը իր կարծիքը առատանի կոտոշավարի։ Դա մեկի Կնել ջան, ես ուզում եմ կներես, ես ուզում եմ ավարտել իմ խոսքս, վերջացնում եմ, վերջ։ ես էլ ուզում եմ Մի հատ ուղղակի ուզում եմ մի հատ հարցը վերջացնեմ, մտորեք, մի հատ դուք ձեր մեջ մտածեք, մի հատ այսպես մի բան պատկերացրեք։ Հարցը հետևյալն է. դատապարտում եք արդյոք այն փաստը, որը որ դուք այսօր տեսաք երկրորդ մասիվի նոր-նորքի այդ տաղապետարանում։ Այդ ծեցկարտուկ, այդ խոսակցությունները, այդ ամեն ինչը դատապարտում եք։ Այո, թե ոչ, դուք ձեզ մի հատ պատասխան տվեք։ Իսկ հիմա հարցս հետևյալն է. իսկ կդատապարտեիք այդ նույն բանը, եթե դուք չտեսնեիք ինչ է կատարվել։ Այդ մարդը սուսուփուս թաքուն մի հատ տփոց ուտեր իր ասածների, իր լեզվի համար, կամ էլ չուտեր, կամ էլ ինչ որ ուրիշ ձև, այսինքն չիմանայինք այս ինֆորմացիան, բայց ինքը կար։ Կդատապարտեիք, թե ոչ։ Սա ձեզ ուղղակի հարց։ Գնել ջան, շնորհակալ եմ եթերի համար, միշտ ուրախ եմ քեզ տեսնել, միշտ ուրախ եմ քեզ լսել։ Ռոմիկին Մխիթարյան հարգանքներս, հաստատապես ճանաչում եմ իր շնորհիվ քեզ, գիտես, իրար հետ եղել ենք որոշ տեղեր, գնացել ենք, տեսել ենք, ապրել ենք այդ պահերը, վերապրել ենք։ Որոշ տեղերի պատմությունը դու գիտես։ Ինչ որ։ Այն որ գնացինք, իշխանասար գնացինք, ճիշտ է, այն իշխանասարի բոյերի բա։ Գնացինք ու տղերքի տնենք, բան հասցնենք, ամեն ինչ կարենք, նկարենք, ինչը թույլատրելի էր։ Ու հասցրեցինք, ու արեցինք, ու նկարեցինք, ու ցույց տվեցինք։ Պատերազմի Իգերջան, այո, դե ասեցին որ բաց։ Ուրեմն դելսի Տիգրան ջան, այդ պատմությունն էլ ասում մարդիկ թող իմանան, այն Ռուբեն Մխիթարյանը լացակումած նմանատիպ մի բան էր պատմում, խնդալս գալիս է։ Ուրեմն այդ որ հետ են գալիս, հիշում ես, նկարվեցինք ջան։ Հոգնացինք, դե մի քիչ արագ ենք քշում, նկարվեցինք։ Հետո բարձրացում է իմ քանի որ ես շատ մի ոտս ստեղծել եմ հոգնած մեջ գալուց ոնց մի հատ կարմիր լույսի ասում եմ, իմ բաները այդ շրջանում շուտ էր վերջանում։ Բարձրացում է որ իմ բաները վերջացած են եղել ու ես նկարվել եմ քշելուց, այսինքն ես իրավունք չեմ ունեցել մեքենա քշելու ու քշել եմ, հասկանում ես։ Որը գնում է դատարան, իսկ դա քրեական բան է ենթադրում։ Գնում է դատարան։ Դատախազը ընդեղ, բան։ Ասում ես չէ, որ եկել եմ ինչ որ մտանք առաջացնում, ինչ կարելի է, ուղղակի քանի որ լակոտ չէ, որ տպավորություն չլինի, էլի, որ մեկ էլ լակոտ էր, ինչ չէ, էլի։ Բանը, եկել եմ ներկայացնեմ ինչա իրականում եղել, բայց արդարացնելու համար չէ, ասի, հարգելի դատարան ինչ ասում է, այդ արեք։ Բայց բարձրապես սենց եղել սիտուացիան, իշխանասարի դեպքերով պիտի գնայինք, կարանք չգնայինք, պետք էր գնալ։ Ադե պետք է գնել ջան, կներես պետք է ասեմ, էլի, արդեն չեմ դիմանում, պետք է ասեմ։ Մեքենան պագրիշկա չուներ։ Այն մեքենան, որը պագրիշկա չենք տարել հատ հիշում եմ։ Չէ, կայնի, էդի ոչ թե քո ավտոյով որ գնացինք էդի, այլ իմ ես եմ գնալ։ Այ իմ ավտոյով որ գնալ։ Եմ պագրիշկեքով պիտի տանեին, որ տղերքը սարերին հերնում։ Պագրիշկեքը չէ, էլի բան է։ Դե մենակ պագրիշկը ասեցի, մտածես էլ ատեն հետո։ Ուրեմն ասում դեսել սենց է եղել, սենց բան, ամենից մտածեք, էլի, ես ինչ որ բան է։ Դատախազը այդ որ իմացավ, ինքը ամենամեղմ պահանջը բան արեց 200,000 դրամ, որը քանի որ գիտեին ֆինանսական վիճակս, բաժանեցին 10 ամսվա մեջ, որ ամիսը 20,000 բուծեմ, ու բան, այն ոնց էր այդ կառույցը կոչվում, պրոբացիա։ Հետո այդ ժամանակ այս դատախազին ասում ենք էր պալյուբոմու 200,000 դրամը 40 բլոկ պապիրոզ էր անում։ Իսկ այդ 40 բլոկ պապիրոզը տղերին կինոթու ջրի պես էր պետք լինելու։ Իսկ 40 բլոկ պապիրոզ մեկա ստացար։ Ես քո կտերից կպեմ, հենց հումորով էլի։ Ու դատախազը ասում ախպեր, ասում բանա, գոնե 2 բլոկ առ, սիրտս հանգստանա, դատախազին եմ ասում, ինձ մեղադրող դատախազին, դուրս ծխում ենք միտեղ այս դատավորը բանը կայացնի, էլի վճիռը։ Բայց կմբան մոտը փող չկա, ասում էլի բացի։ Բացես 10,000 դրամ էր, ասեն 10,000 դրամ, բայց այն մոտի դատարանը։ Ասի անցեն դիմացած 2 բլոկ պապիրոզ առ արի։
Առանց բերս սկսեցին կապտոր։ Հիմա եկես դες խնդրում եմ արդյոք դատախազի հորմեն պապիրոս առնում ես դու տղեկի համար այքես բան ու հիմա բար չի։ Արա եկանք անցավ մի երկու օր իջնում եմ երկրորդ անգամ իմ մեքենայի ակումուլյատորը գողացած եմ լինում։ Բայց ինչնա չէ առաջինը եթերել էի արել կը հիշես որ խնդրում էի։ Արա երկրորդ անգամ որ տարան Չիկն ասած դե առաջին անգամը չեմ դիմել ոչ միտեղ, բայց երկրորդ անգամը մոտս մտավախություն առաջացավ, արածում ավտոյի մեջ բամը գցած չլեն, էլի դրանք գլխից չծալկեմ, որտեղ ես գիտեմ հետևից ծնգած է։ Ստիպված ոստիկանություն կանչեցի, որ նա ստուգել։ Արա ուսած որ չնայեցի տենամ, ուրեմն դրան ոսկի վրա մոտ 5000 դրամի կոպեկ, դրան ձեռ չեն տվել։ Այնտեղ նոր լրիվ նոր մագնիտոֆոն մեքենայի համար, ձեռ չեն տվել։ Բագաժնիկում արկի բան, ձեռ չեն տվել, երթվում են, տարել էին։ Ակումուլյատորը այդ երկու բլոկ, պապիրոզը ու ակնոցները։ Արա հիմի ուշք ու միտքս այդ սիգարետն է, արածում ես սաղ հեչ, արա սրանց են իմացել, ես դատախազից երկու բլոկ պապիրոզ, ինձ մեղադրող դատախազից երկու բլոկ պապիրոզ տանամ, որ տանեմ տղեկի պոստը է դու գնալուց որ արդեն հավաքի ետել է տտեց էլի, դե երկու բլոկի համար չի գնալու բնականաբար, Ոնց որ գանտանեն էլի ամենաապիտին է։ Այդի մեր այդ իշխանասարի ժամանակներ որ իրար հետ գնացի։ Պրոստը որ ասացիր չէի կարա չէի էլի այդ պատմությունը։ Կային, եղել են այդ ժամանակներ, գնել ջան, ուղղակի ժողովուրդը չգիտի, չի պատկերացնում, ինֆորմացված չի, ինքը չգիտի։ Դե որտեղ բան անելուց sense անպայման չենք նկարել ցույց տանք։ Իսկ դա չի արվել ինչ-որ մեկի աշխարհ անելու համար կամ ու այստեղ հետևորդներից ասել հենց մեզ աջակցողներն են եղել այդ հարցերում։ Այդ մարդիկ են եղել կանայք, որ կյանքում իրաց տունը երևի պապիրոզի հոտ չի եղել, եկել հասել են Բանգլադեշ սիգարետ են փոխել որ այո, տելեֆոնը բերես տվեց, փոխանց, այո, տեսել եմ։ Եղել է։ Այսօրվա դրությամբ որ կանեն խոսում են ես իմ ինչ արժեքներից, որ գնան այդ աղաբաղողներին գտնեն։ Դելևս սապությունները արդեն սապուրացած մարդիկ են ժողովուրդը չէ, պետք է մի հատ շատ լուրջ մտածել գնել ջան, պետք է շատ լուրջ մի հատ փորձել այս չլրագրողական այս վիճակներից մի հատ ժողովրդին դուրս բերել, իրոք դուրս բերել։ Պետք է դրա համար, չգիտեմ, առանձին ալիք ստեղծել են, որ միայն հավաստի լուրեր, չգիտեմ, ինչ, արդեն ուղեղս չի աշխատում, այնքան բան կա մտածելու։ Այս ամբողջը մտածես ասես լավ է կողքից մարդը, որ այսօր հիմա նստած ինչ որ մի հատ բան է գերում էլի ալե, այնտեսի սենս են էլի, հա ինքն էլ տենց որոշեց որ մի հատ կոմենտ անի, բան, բայց այդ մարդը իրականությունը չգիտի։ Հետաքրքիր է, երբ որ ինքը իրականությունը տեսնա, էլ իրան թույլ կտա, ինչ որ մի հատ ախմախ բաներ գրի, էլի ինքը տենց կայացավ։ Կամ այդ նույն լրագրողիկը, որը գնում է երրաբլուրում սրբությունը սկսում է սրբապաղծել ու իրան ոչ մի գախի մի հատ չի բամփում ասի, այ լակոտ Բանտը դառնում է դու բռնություն ես կիրառել լրագրողի։ Վայ խորանամ ես, վայ բռնություն կիրառեցի, այ լրագրողի լեզուն 6 մետր էր, ես 2 մետր կրճատեցի ու բռնություն, դա լավ է։ Այո, բայց ով է դա տեղի ունեցել մեծ մարաշում։ Բայց տեղի ունենաց, հավատանեմ որ մյուս անգամ լրագրողը իրան թույլ չտա, գնա սրբավայր։ Ու սկսի, հələ դա ով կարա մի հատ մեկին քրփել, հələ մի հա հեսա բռնեցինք, մի հատ ախր չկրակ մարդ կայնա, հələ մի հատ ասեք Նիկոլ Փաշինյան, ես ինչ, հələ դա մի հատ դու հացերն էլ լսում ես աբսուրդ, այ դեբիլ, ինչ ես ուզում, աղջի ջան։ Էլի ասեցի աղջի, էլի փաստորեն լեզուս։ Հելա ֆուտբալ Արդեն երկար ձգվեց եթե, բայց ես միշտ ուրախ եմ քեզ հետ սրուցելու, գիտես, դու լավական ես համենաս մեր գրասենյակ ապեր։ Ես անպայման համար իմ գլուխը կապ, ինչքան կարում եմ, ինչ կարողանում եմ։ Ռոմանջա պրիվետ։ Բայց ձեր ներկայությունն էլ է կարևորապես։ Որովհետև բանից քեզ չի հասնում։ Մտածում եմ, եթե պիտի նոր զրոյց հեծանիվ ստեղծեն, ու մեկը հեծանիվը գիտի, ինչի չեք ուզում գալ, փոխոսենք։ Մենք պետք է սխեման կա, մենք պետք է սխեման ուղղակի ակտիվացնենք արդեն։ Չի բոգը։ Այո։ Ժորժ ջան, բոլորիցս գոհ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ընկերոջս կողքին եք, շնորհակալ եմ, որ լսում եք իրեն, շնորհակալ եմ, որ բանի տեղ չեք դնում, շատ լավ եք անում, էջ բանի տեղ բայց լսեք, բայց որ ռուսեն ասած, делайте свои выводы։ Մենք ոչ մի բան երբեք չենք փորձի ինչ-որ ինֆորմացիա։ Այո, մենք միայն ասում ենք այն, ինչ որ կա։ Ասել, հորինել մեզանից չի, մենք երբեք մեզ թույլ չենք տվել նման ստոր ինչ որ քայլեր Բայց հետևությունները թողնում եմ ձեզ։ Բարի գիշեր ձեզ, լավ եղեք։
Հաջողություն դիցեմ, ապրես ծավալանը։ Սպասում եմ այսքան օրը։ Անպայման։ Թեմ Ժորժ ջան, շնորհակալություն ձեզ էլ ռեակցիաների համար։ Привет, Ռամջան, привет ծավալանը։ Привет բոլորին, ով էս ընթացքում էլի բարևելա ու չեմ տեսել հանկարծ։ Ահա։ Մի խոսքով հասկացաք ընդհանուր առմամբ ինչոց է Տարոնին Չախոյան, ովքեր որ փորձում են արդարացնել, չգիտեմ, բռնությունները, ինձ շատ բռնության դեմ պայքարած չլինի կարգելիներս։ Ես իսկապես դեմ եմ բռնություններին, բայց բաներ կան, որ անկառավարելի են, հասկանում եք, գոյություն ունեն բարոյական նորմեր ու արժեքներ, ու ես դա հազար անգամ եմ ասել։ Սա մեկ։ Երկրորդ, եթե մի բանի ուզում եք ծանոթ անեք, փորձեք խորքից թեման բռնել։ Սա 2, 3։ Եթե դատապարտում եք, ապա դատապարտեք նաև նրա դպրոց ներխուժումն ու երեխաներին աբեկելը, էլ չեմ ասում այդ վայրերում նույնպես իմիջայլոց, մանիպուլյացիան ինչ ունեն նաև հա Արտուր Չախոյանին ինչ բան ասեցի էլի, չի տպավորում։ Բանա, խնդիրը այսպեսինն է։ Ես մի քանի օր առաջ Ֆրինուզով ազատ շփման ժամանակ ձեզ ասացի, որ պատրաստվում են, մի քանի օր առաջ եմ ասել, երբես ամեն ինչ չկա։ Պատրաստվում են որոշակի բաներ, կեղտոտություններ ու խուլիգանական դրսևորումներ, որոնք որ հստակ կառավարվելու են ու ընդհանուր միջև նման խուլիգանական դրսևորումներ անողները ապահովագրված են լինելու, հա կներեք Տարոն չի լավ Արտուրը հա խառնում է, ապահովագրված են լինելու բանից, փաստաբանները նրանց աջակցելու են անվճար։ Սա ես ընթերցել եմ ձեզ համար, դուք տեսել եք երևի շատերը այդ եթերը, դրանք հստակ տվյալներ են, որը ձեռքներիս տակ հայտնվել է, ու ահա խնդրեմ առաջին ծաղիկները արդեն։ Եվ երկրորդ Մեսրոպիկը, դա այն հանցագործն է, ով մահափորձ առաջարկել անելի նկատմամբ, հետո 6-րդ վարչությունը ասաց, որ իրենք զբաղվում են, իրենք են հենց կանչելուց, ասացին, որ իրենք ամեն դեպքում զբաղվում են ու դաստիարակչական աշխատանքներ կտանեն, դաստիարակչական աշխատանքները հասան նրան, որ մարդը այսօր ավականի է ու գնում կանգնում ստեղ, այնտեղ լեզվին է տալիս, այսպես ասած։ Բայց ես դրանից չեմ զարմանում, որովհետև իա Թևանյան Անդրանիկը, իա իր թիմը, որովհետև Թևանյան Անդրանիկը այդ են երևույթն է, ով որ Մոսկվայում, լավ, հələ Մոսկվայում քարի իր գլուխ, հաղորդման ժամանակ ադրբեջանամետ էքսպերտների չրկակոշիկներն էր լիզում ու դանոս էր տալիս երկրի ղեկավարության ասին, Անդրանիկ Թևանյանը Հայաստանի Հանրապետության անկախությունը ոչ մի կերպ արժեք որպես արժեք չգնահատող Քոչարյանի քաղաքական սանիկն է, Քոչարյան Ռոբերտի վերջին հարցազրույցներ տեսակ դե ամեն ինչում հայերն են մեղավոր, ինչպես ասում է Ալիևն ու Քոչարյանը, մի խոսքով այս տեսակի հանդեպ ու իրենց լպիղ շպահվածքի հանդեպ, երբ որ մարդը մի հատ քայլի է գնացել, ելի եմ ասում, ես չեմ գովաբանում այդ կալը, բայց փորձեք օբյեկտիվ դատել ու ժողովրդավարության բաստիոնը չհիշել միայն այն ժամանակ, երբ որ ձեր պոչն է տրորվում։ Ինչ գորությունը շրջված, Կարո ջան, ճիշտ ասած չհասկացա ինչի մասին է խոսքը, լավ։ Ընդհանուր առմամբ հասկացաք, ինչնիչոց է ժողովուրդ ջան, դեռ կխոսենք, դեռ շատ բացվելու է Քոչարյանի հարցազրույցները, շատ այս ամբողջ շաբաթը քննարկելու ենք, այնպես որ արդեն 2 ժամ է եթերում ենք, եկեք այսքանով եզրափակվենք, սահմանափակվենք, բարի գիշեր ձեզ, շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար։ Հա, էսի։ Այսինքն հիմա որ ես ցույց եմ տալիս, հա, հայլատիպ է։ Ես կնկարեմ կուղարկեմ դեպի։ Շնորհակալություն, իսկ այս ծրագրի մասին ավելի մանրամասն կասեմ, օրը ժամը հենց ֆիքսենք, ժողովուրդ ջան, պիտի խնդրեմ ձեր ակտիվություններից։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ։